Կորպորատիվ աշխարհի խստության մեջ մի բարձրաստիճան ղեկավար տեսնում է, թե ինչպես է իր մորը օգնում մի անօթան երիտասարդ։ Այս անսպասելի հանդիպումն արթնացնում է վաղուց մոռացված վերքեր, բացահայտում ճշմարտություններ, որոնք նա երբեք չէր ցանկացել տեսնել։ Այն, ինչ սկսվում է որպես ակնթարթային անհանգստություն, վերածվում է վերամիավորման մի ճանապարհորդության, որը ընդմիշտ փոխում է նրանց կյանքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Հոկտեմբերյան մանրամաղ անձրը թափանցիկ շխարշի պես ծածկել էր հյուսիսային պողոտան, ստեղծելով այն բնորոշ արծաթափայլ արտացոլանքը գրասենյակային շենքերի հայելային ապակիների վրա։ Տարածաշրջանի ամենահեղինակավոր աշտարակներից մեկի ներսում Արման Ավետիսյանն այդ առավոտ արդեն երրորդ անգամն էր ուղղում փողկապը։ Նրա մատները, որոնք սովորաբար ամուր ու ճշգրիտ էին, աննկատ դողում էին։ 42 տարեկանում նա հպարտանու մեր, որ երբեք նյարդայնություն ցույց չի տալիս, բայց այս հանդիպումն այլ էր։ Ճապոնացի ներդրողները, որոնք սպասում էին խորհրդակցությունների սենյակում, կարող էին որոշել Ավետիսյան խորհրդատվական ընկերության ապագան, այն ընկերության, որը նա կառուցել էր վերջին 15 տարիների ընթացքում քրտինքով, զրկանքներով մոլուցքի հասնող վճռականությամբ։ Արմանը նայեց իր արտացոլանքին գործադիր տնօրենի լոգարանի հայելու մեջ։ Պատվերով կարված մուգ կապույտ կոստյում, անթերի սանրված կարճ մազեր, առավոտյան սափրված մորուք։ Ամեն ինչ տեղում էր։ Ամեն ինչ վերահսկողության տակ էր։ Նա այդպես էր սիրում։ Կանխատեսելի։ Չափելի։ Առանց անակնկալների։ Խորը շունչ քաշեց, ուղղեց ուսերը, քայլեց դեպի խորհրդակցությունների սենյակ, առաջնորդի համար ծնված մարդու կեցվածքով։ 3 ժամ անց, երբ վերջին ստորագրությունը դրվեց պայմանագրերի տակ, Արմանը զգաց ադրենալինի այն հոսքը, որը պառկում են միայն մեծ հաղթանակները։ Ճապոնացիներն ընդունել էին առաջարկը։ Ասիական շուկա ընդլայնվելն ապահովված էր։ Նրա ընկերությունը առաջիկա 2 տարում կրկնապատկվելու էր։ Պաշտոնական ձեռքսեղմումները, զուսպ խոնարհումները, զուսպ ժպիտները կնքեցին գործարքը։ Հենց որ սենյակի դուռը փակվեց ներդրողների հետից, Արմանն իրեն թույլ տվեց անկեղծ ժպտալ։ Հաղթանակ։ Եվս մեկը։ Վերելակով իջավ առաջին հարկ, աշխատակիցներին ողջունելով, կարճ ու պրոֆեսիոնալ գլխով անելով։ Ոչ ոք չպետք է նկատեր նրա հուզմունքը։ Հաջողակ գործարարները հրապարակավ չեն տոնում։ Նրանք իրենց ձեռքբերումները պահում են նույն զսպվածությամբ, որով թաքցնում են իրենց խոցելի կողմերը։ Շենքի նախասրահով անցնելիս Արմանը ստուգեց ժամացույցը։ Ցերեկվա 4:30։ Դեռ ժամանակ կար մինչ աշխատանքային օրվա ավարտը հաշվապահության գրասենյակով անցնելու։ Հենց այդ պահին, երբ նա բացեց պտտվող դուռը, ոտք դրեց մայթին, տեսարանը բացվեց նրա առջ։ Մի քանի մետր հեռավորության վրա, ավտոբուսի կանգառի մոտ, մի տարեց կին գրեթե ընկնում էր, անկայուն հենվելով իր ձեռնափայտին։ Արմանն անմիջապես ճանաչեց նրա բեժ վերարկուն, այն մեկը, որն ինքն էր գնել անցած ամանորին։ Տիկին Հեղինը։ Նրա մայրը։ Բայց ինչ էր նա անում այնտեղ, մենակ, հյուսիսային պողոտայի մեջ։ Տեղում։ Եվ ինչու էր նրան օգնում այն մաշված հագուստով, խառնաշփոթ մազերով պատրված ուսապարկով երիտասարդը։ Արմանի սիրտը բաբախեց, բայց ոչ հաղթանակի հուզմունքից։ Մի տարօրինակ, անհանգստացնող զգացում անցավ նրա կրծքով։ Երիտասարդը նրբորեն բռնել էր մորթը, նրան ուղեկցելով դեպի մոտակա նստարանը։ Տիկին Հեղինեն ժպտում էր նրան, ասելով ինչ-որ բան, որ Արմանը չէր կարողանում լսել։ Տղան պատասխանում էր, գլխով անելով, այնպիսի հոգատար արտահայտությամբ, որը չափազանց անկեղծ էր թվում իրական լինելու համար։ Արմանը հատեց պողոտան, առանց կողք նայելու, անտեսելով տաքսու ազդանշանը, որը քիչ էր մնում վրաերթի ենթարկեր նրան։ Նրա քայլերն արագ էին, վճռական, լի մի զայրույթով, որի ծագումն ինքն էլ չգիտեր։ Մամ, ի՞նչ է կատարվում այստեղ։ Արմանի ձայնն ավելի բարձր հնչեց, քան նա մտադրվել էր, կտրելով փողոցի աղմուկը։ Տիկին Հեղինեն բարձրացրեց աչքերը, մի կարճ ակնթարթ Արմանը նրա հայացքում մի բան տեսավ, որը շփոթեցրեց նրան։ Դա թեթացում չէր։ Ոչ էլ ուրախություն, իրեն տեսնելու համար։ Դա անհարմարություն էր։ Գուցե նույնիսկ վախ։ Արմ։ Տղաս, ես կարող եմ բացատրել։
Նրա ձայնը փխրուն հնչեց, գրեթե անլսելի երթեկության աղմուկի մեջ։ Երիտասարդն անմիջապես հետ քաշվեց, բաց թողնելով տիկին Հեղինեիթը, կարծես այրվել լիներ։ Նա գլուխը խոնարհեց մի քանի քայլ հետ գնաց, մրմնջալով մի ներողություն, որը Արմանը հազիվ լսեց։ Դու ո՞վ ես։ Ինչ ես ուզում մորիցս։ Արմանը գրեթե թքեց բառերը, կանգնելով երիտասարդի տիկին Հեղինեի միջ։ Նրա ձայնը լի էր կասկածանքով իշխանությամբ, հենց այն ձայնը, որով նա վախեցնում էր մրցակիցներին դժվար բանակցությունների ժամանակ։ Երիտասարդը ձեռքերը բարձրացրեց, ի նշան հանձնվելու։ Պարոն, ես ընդամենը օգնում էի տիկնոջը։ Նա քիչ էր մնում ընկներ այն անկյունում։ Ես չհարցրի, թե դու ինչ էիր անում։ Հարցրի, ո՞վ ես դու։ Արմանը մի քայլ առաջ արեց, ներխուժելով տղայի անձնական տարածք։ Նա զգում էր քրտինքի խոնավության հոտը, որը գալիս էր նրանից։ Հավանաբար օրերով չէր լողացել։ Արման, դադարիր։ Տիկին Հեղինեի ձայնն առաջին անգամ հաստատուն հնչեց։ Դավիթը ոչ մի վատ բան չէր անում։ Նա ինձ օգնեց։ Արմանը անհավատալի հայացքով շրջվեց դեպի մայրը։ Դավիթը։ Դու ճանաչում ես այս։ Նա չավարտեց նախադասությունը, բայց արամարանքը պարզ էր նրա տոնի մեջ։ Երիտասարդը, Դավիթը, վերցրեց իր ուսապարկը գետնից սկսեց հեռանալ, բայց տիկին Հեղինեն մեկնեց ձեռքը, կարծես ուզում էր թույլ չտալ, որ նա գնա։ Ոչ, Դավիթ, սպասիր։ Պետք չէ, որ գնաս։ Բայց տղան արդեն արագ քայլում էր դեպի մետրո, անհետանալով այդ ժամին պողոտան լցրած հետիոտների բազմության մեջ։ Արմանը բռնեց մորթը, ավելի ամուր, քան կցանկանար խոստովանել։ Գնացինք։ Ես քեզ տուն կտանեմ։ Տիկին Հեղինեն քաշեց թը, փորձելով ազատվել։ Ես չեմ ուզում տուն գնալ։ Ինչպես թե չես ուզում։ Մամ, ինչ է կատարվում։ Ինչու ես այստեղ մենակ։ Ո՞ր է Մարինեն։ Մարինեն անձնական բուժքույրն էր, որին Արմանը վարձել էր 6 ամիս առաջ, տիկին Հեղինեին շուրջօրյա խնամելու համար։ Տարեց կինը խորը շունչ քաշեց, կարծես ինչ-որ բանի համար քաջություն էր հավաքում։ Նրա աչքերը, որոնք առաջ այդքան փխրուն ու հնազանդ էին թվում, այժմ փայլում էին մի լարվածությամբ, որը Արմանը տարիներով չէր տեսել։ Ես փախել եմ, Արման։ Փախել եմ այն բանտից, որը դու բնակարան ես կոչու։ Բառերն ընկան ռումբերի պես մայթի մեջտեղում։ Արմանը զգաց, կարծես գետինը բացվեց իր ոտքերի տակ։ Բադ։ Մամ, ինչի։ Մասին ես խոսում։ Դու այնտեղ ամեն ինչ ունես։ Հարմարավետություն, անվտանգություն, բժշկական խնամք։ Ես միայնություն ունեմ, տղաս։ Ես պատեր ունեմ։ Ես լռություն ունեմ։ Տիկին Հեղինեի ձայնը դողում էր, բայց դրանում մի հաստատակամություն կար, որը վախեցրեց Արմանին։ Դու ինձ փակել ես այդ բնակարանում, կարծես ես մի թանկարժեք կահույք լինեմ, որը չի կարելի դուրս հանել։ Մարինեն հիանալի մասնագետ է, բայց նա ընկերակից չէ։ Նա աշխատող է։ Իր գործն անում է ու վերջ։ Իսկ դու շաբաթը մեկ անգամ գալիս ես, կես ժամ մնում, ստուգում, թե արդյոք ողջ եմ ու գնում։ Արմանը սեղմում զգաց կրծքում։ Ես շատ եմ աշխատում, մամ։ Դու դա գիտես։ Ես անում եմ այն, ինչ կարող եմ։ Դու անում ես այն, ինչ հարմար է, Արման։ Ոչ թե այն, ինչ անհրաժեշտ է։ Տիկին Հեղինեն նստեց նստարանին, նրա ձեռնափայտը դողում էր ձեռքում։ Այն տղան, Դավիթը, նա ինձ լսում է։ Նա ինձ հետ զրուցում է։ Նա ինձ մարդու տեղ է դնում, ոչ թե պարտականության։ Մամ, դու չես ճանաչում այդ տղային։ Նա կարող է խաբեբա լինել, շահամոլ։ Այդպիսի մարդիկ օգտվում են խոցելի մարդկանցից։ Խոցելի։ Տիկին Հեղինեն դառը ծիծաղեց։ Ուզում ես իմանալ, թե ինչն է խոցելի, տղաս։ Ամեն օր արթնանալ լուռ բնակարանում, նայել առաստաղին հարցնել, թե արդյոք աշխարհում որը մեկին դեռ հետաքրքիր է, որ դու ողջ ես։ Ունենալ բուժքույր, որը գրի է առնում այն ամենը, ինչ դու ուտում ես, այն ամենը, ինչ զգում ես, բայց որը չի հարցնում, թե ինչպես է անցել օրն։ Ունենալ որդի, որը վճարում է ամեն ինչի համար, բայց որը երբեք ժամանակ չունի նստելու մի պատմություն լսել։ Ու բառերը կտրում էին սուր դանակների պես։ Արմանը զգում էր, թե ինչպես է զայրույթին փոխարինում ավելի վատ բան։ Մեղքի զգացում։
Բայց նա պայքարեց այդ զգացումի դեմ, կառչելով իր անխախտ տրամաբանությունից։ Ես քեզ պաշտպանում եմ, մամ։ Դրսի աշխարհը վտանգավոր է։ Դու կարող ես ընկնել, քեզ կարող են կողոպտել, կարող ես։ Կարող եմ ապրել։ Տիկին Հեղինեն ընդհատեց նրան։ Արման, ես 78 տարեկան եմ։ Ես քեզ մենակ եմ մեծացրել, երբ հայրդ մեզ թողեց։ 30 տարի դերձակ եմ աշխատել, որպեսզի սեղանին հաց դնեմ քեզ կրթություն տամ։ Ես ճենապակյա տիկնիկ չեմ։ Ես մի կին եմ, որը դեռ ցանկություն ունի զգալու Արը դեմքին, քայլելու փողոցներով, զրուցելու մարդկանց հետ։ Արմանը նստեց նրա կողքին նստարանին, հանկարծակի հոգնած։ Հանդիպման հաղթանակն արդեն թվում էր, թե տեղի է ունեցել մեկ այլ կյանքում։ Նա նայեց մորը, իսկապես նայեց, ամիսների մեջ առաջին անգամ։ Նրա աչքերի շուրջ կնճիռներն ավելի խորն էին թվում։ Սպիտակ մազերը հավաքված էին պարզ սանրվածքով, բայց քամին խառնել էր մի քանի մազափունջ։ Նրա ձեռքերը, որոնք ժամանակին այդքան հմուտ էին ասեղով, ութելով, այժմ թեթակի դողում էին։ Դու փախել ես։ Արմանի ձայնը ցածր հնչեց, գրեթե անհավատալի։ Ամեն օր կեսօրին։ Երբ Մարինեն գնում է շուկա։ Տիկին Հեղինեն պատասխանեց մանկական ըմբոստության նոտայով։ Ես իջնում եմ ծառայողական վերելակով, քայլում մինչ օպերայի այգի մնում այնտեղ։ Երբեմն ուղղակի դիտում եմ մարդկանց։ Երբեմն զրուցում եմ նրանց հետ, ովքեր հայտնվում են։ Դա վտանգավոր է, մամ։ Դա ապրել է, տղաս։ Նա նայեց ուղիղ նրա աչքերին։ Հենց այդպիսի մի օր ես ծանոթացա Դավիթի հետ։ Ես սայթաքեցի ծառի արմատի վրա ընկա։ Նա նստած էր նստարանին, նկարում էր։ Օգնեց ինձ վեր կենալ, վերցրեց ձեռնափայտս, մաքրեց հագուստս։ Ոչինչ չխնդրեց փոխարենը։ Պարզապես օգնեց։ Արմանը սեղմեց շուրթերը։ Եվ դու սկսեցիր հանդիպել նրա հետ։ Այո։ Գրեթե ամեն օր։ Նա ինձ պատմում է այն վայրերի մասին, որտեղ քնել է, այն երազանքների մասին, որոնք դեռ ունի։ Ես պատմում եմ, թե ինչպիսին էր Երանը հնում, այն թաղամասի մասին, որտեղ մեծացել եմ, հորդ մասին։ Տիկին Հեղինեն տխուր ժպտաց։ Գիտես, Արման, նա ինձ տիկին Հեղինե է կոչում, բայց նա տատիկ։ Ասում է, որ երբեք իսկական տատիկ չի ունեցել։ Իսկ ես։ Ես երբեք թոռնիկ չեմ ունեցել։ Այս արտահայտությունը լուռ մեղադրանքի պես կախվեց օդում։ Արմանը նրա նախկին կինը երբեք երեխաներ չէին ունեցել։ Դա ընտրություն էր, նա միշտ ասում էր։ Երեխա մեծացնելու ժամանակ չունեին։ Նրա կարիերան վերելք էր ապրում։ Բայց գուցե խորքում նա պարզապես չգիտեր, թե ինչպես հայր լինել։ Ինչպես, ըստ երույթին, չգիտեր, թե ինչպես որդի լինել։ Մամ, ես։ Արմանը սկսեց, բայց չգիտեր, թե ինչպես ավարտել։ Բառերը, որոնք սովորաբար այդքան հեշտությամբ հոսում էին գործնական հանդիպումների ժամանակ, այժմ կարծես խրվել էին կոկորդում։ Պետք չէ ոչինչ ասել, տղաս։ Ես գիտեմ, որ դու քո ձով ես հոգ տանում։ Բայց քո ձ սառն է։ Հեռու է։ Գործնական է։ Տիկին Հեղինեն իր ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ Երբ դու փոքր էիր, ամեն ինչ ինձ պատմում էիր։ Քո վախերը, երազանքները, հիասթափությունները։ Բայց որքան մեծանում էիր, այնքան փակվում էիր։ Այնքան բարձր պատեր կառուցեցիր, որ նույնիսկ ես չկարողացա անցնել։ Արմանը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Որքան ժամանակ էր, ինչ չէր լացել։ 5 տարի։ 10։ Գուցե ամուսնալուծությունից հետո։ Բայց ոչ այստեղ։ Ոչ հյուսիսային պողոտայի մեջտեղում, հարյուրավոր մարդկանց անցուդարձի մեջ, որոնցից յուրաքանչյուրը տարված էր իր խնդիրներով։ Ես ուզում եմ նորից գտնել Դավիթին, ասաց տիկին Հեղինեն, ձայնի մեջ վճռականությամբ։ Ուզում եմ ներողություն խնդրել քո արձագանքի համար։ Նա արժանի չէր այդպիսի վերաբերմունքի։ Մամ, դու հազիվ ես ճանաչում այդ տղայի։ Ինչպես կարող ես վստահ լինել, որ նրա մտադրությունները լավն են։ Նույն կերպ, ինչպես դու ես վստահ, որ վատն են, Արման։ Բնազդով։ Նա վեր կացավ, հենվելով ձեռնափայտին։ Տարբերությունն այն է, որ իմ բնազդը գալիս է հույսից։ Քոնը՝ վախից։ Բառերը հարվածի ուժգնությամբ հնչեցին Արմանի մեջ։ Վա։
Արդյոք դա էր նա զգում։ Ոչ, մտածեց նա։ Դա խոհեմություն էր։ Պատասխանատվություն էր։ Դա։ Բայց խորքում գուցե դա իսկապես վախ էր։ Վախ կորցնելու վերահսկողությունը։ Վախ անհայտից։ Վախ, որ ինչ-որ մեկը կարող է վիրավորել այն մարդուն, ում նա սիրում էր, նույնիսկ եթե ինքը չգիտեր, թե ինչպես այդ սերը ճիշտ ձով ցույց տալ։ Գնացինք տուն, մամ։ Կարող ենք հանգիստ խոսել այս մասին։ Ոչ։ Ես չեմ վերադառնալու այդ վանդակը։ Ոչ առանց Դավիթին գտնելու բացատրելու։ Տիկին Հեղինեն սկսեց քայլել դեպի մետրո, դանդաղ, բայց վճռական քայլերով։ Արմանը հետեց նրան, երկու զգացումների միջ, հիասթափության մի փոքր հիացմունքի։ Նրա մայրը միշտ ուժեղ է եղել, նա դա գիտեր։ Բայց վերջին տարիներին, երբ նա ֆիզիկապես ավելի փխրուն էր դարձել, նա վերաբերվում էր նրան այնպես, կարծես նրա միտքը նույնպես թուլացել էր։ Կարծես նրան պետք էր պաշտպանել հենց իրենից։ Լավ, ասաց նա վերջապես։ Ես կօգնեմ քեզ գտնել նրան։ Բայց հետո դու կվերադառնաս տուն, մենք կխոսենք այս ամենի մասին։ Տիկին Հեղինեն կանգ առավ նայեց որդուն։ Այդ օրը առաջին անգամ նրա դեմքին մեղմ ժպիտ հայտնվեց։ Շնորհակալ եմ, Արման։ Նրանք միասին քայլեցին պողոտայով, անցնելով խանութների, ռեստորանների, թերթի կրպակների կողքով։ Անձրը դադարել էր, օդը թողնելով թարմ ու մաքուր։ Արմանը հասկացավ, որ տարիներ շարունակ մոր հետ այսպես, առանց շտապելու, առանց գործնական նպատակի, չէր քայլել։ Գուցե 10 տարի։ Որտեղ է սովորաբար հանդիպում նրան։ Արմանը հարցրեց, փորձելով ավելի քիչ թշնամական հնչել։ Օպերայի այգում։ Նա լինում է շատրվանի մոտ, սովորաբար նկարում է կամ կարդում աղբից գտած որե գիրք։ Տիկին Հեղինեն խոսում էր մտերմությամբ, կարծես հին ընկերոջը նկարագրեր։ Նա նկարում է։ Շատ լավ։ Դեմքեր, բնապատկերներ, շենքեր։ Անհավանական տաղանդ ունի։ Ասաց, որ մի օր կցանկանար ճարտարապետություն սովորել։ Արմանը լուր յուրացրեց տեղեկությունը։ Ճարտարապետություն։ Ուրեմն տղան երազանքներ ուներ։ Ձգտումներ։ Նա պարզապես աննպատակ մուրացկան չէր։ Դա ինչ-որ կերպ ամեն ինչ ավելի էր բարդացնում։ Ավելի հեշտ կլիներ արհամար։ Հել նրան, եթե նա լիներ փողոցի անտեսանելի մարդկանցից մեկը։ Բայց տաղանդով, երազանքներով երիտասարդ։ Դա նրան մարդկայնացնում էր մի ձով, որին Արմանը պատրաստ չէր։ Նրանք մտան մետրոյի հանրապետության հրապարակ կայարան, շարժասանդուղքներով իջնելով երեկոյան բազմության մեջ։ Արմանը տարիներով մետրո չէր նստել։ Միշտ օգտվում էր անձնական վարորդից կամ տաքսուց։ Հոտը, հրմշտոցը, լեփ-լեցուն կառամատույցի խեղդող տոթը։ Այս ամենը նրան խորապես նյարդայնացնում էր։ Բայց նրա մայրը, որն ապրում էր իր կողմից վճարվող շքեղ բնակարանում, գրեթե ամեն օր իջնում էր այստեղ, փողոցի տղայի հետ հանդիպելու։ Վագոնը լիքն էր։ Արմանը կանգնեց մոր կողքին, որին մի գլխարկով երիտասարդ զիջել էր իր տեղը։ Ճանապարհին Արմանը դիտում էր շրջապատի մարդկանց։ Հոգնած աշխատավորներ, որոնք տուն էին վերադառնում։ Ականջակալներով ուսանողներ։ Շրջիկ վաճառողներ, որոնք կոնֆետներ ու շոկոլադներ էին առաջարկում։ Իրեն զուգահեռ մի տիեզերք, որը գոյություն ուներ ամեն օր, բայց որը նա ընտրել էր անտեսել։ Նրանք իջան կայարանից քայլեցին դեպի այգի։ Արն արդեն մայր էր մտնում, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Այգին չափավոր մարդաշատ էր։ Երեխաները խաղում էին նստարանների մոտ, մինչ նրանց ծնողները զրուցում էին։ Մի քանի սքեյթբորդիստներ հնարքներ էին անում աստիճանների վրա։ Եվ անկյուններում սփռված, անօթան մարդիկ իրենց գիշերվա համար իմպրովիզացված ճամբարներն էին սարքում։ Տիկին Հեղինեն աչքերով փնտրում էր երիտասարդին։ Արմանը նրան ուղեկցում էր, իրեն տարօրինակ կերպով օտար զգալով։ Ահա նա, Արման Ավետիսյանը, հաջողակ գործարար, միլիոնատեր խորհրդատվական ընկերության սեփականատեր, քայլում է օպերայի այգում, փնտրելով մի անօթան տղայի, որին մայրը որդեգրել էր որպես ընկեր։ Այնտեղ տիկին Հեղինեն մատնացույց արեց շատրվանի մոտ։ Խառնաշփոթ շագանակագույն մազերով մի երիտասարդ նստած էր գետնին, մեջքով հենված մաշված ուսապարկին, ինչ-որ բան նկարելով հին տետրի մեջ։ Նա էր Դավիթը։
Արմանը զգաց, թե ինչպես է ստամոքսը սեղմվում։ Նրա մի մասը ուզում էր հետ դառնալ մորը քարշ տալ տուն։ Բայց մյուս մասը, մի մաս, որը նա չէր ճանաչում, հետաքրքրված էր։ Ո՞վ էր այն տղան, որը կարողացել էր նվաճել տիկին Հեղինեի սերը մի ձով, որով նույնիսկ սեփական որդին չէր կարողանում։ Տիկին Հեղինեն այլեց դեպի երիտասարդը ավելի արագ քայլերով, քան պետք էր։ Դավիթը բարձրացրեց աչքերը տետրից, նրան տեսնելով ժպիտը լուսավորեց նրա դեմքը։ Բայց հետո նա տեսավ Արմանին նրա հետում, ժպիտն անհետացավ։ Արագ սկսեց հավաքել իրերը։ Դավիթ, սպասիր։ Խնդրում եմ։ Տիկին Հեղինեն խնդրեց, մեկնելով ձեռքը։ Տղան տատանվեց, բայց մնաց իր տեղում։ Արմանն այժմ կարող էր ավելի լավ տեսնել։ Նա պետք է լիներ մոտ 19-20 տարեկան։ Դեմքը երիտասարդ էր, բայց աչքերը կրում էին մի հասունություն, որը միայն դժվարություններ տեսած մարդիկ են ունենում։ Հագին պատառոտված ջինսե տաբատ էր, ռոք խմբի խունացած շապիկ մաշված զինվորական բաճկոն։ Կոշիկները մաշված էին, կողքերից անցքերով։ Տիկին Հեղինե, դուք չպետք է գայիք։ Ես հասկանում եմ։ Ձեր որդին չի ուզում, որ ես մոտենամ։ Ամեն ինչ կարգին է։ Ես… Տղայի ձայնը մեղմ էր, հաշտված։ Կարգին չէ, Դավիթ։ Կարգին չէ։ Տիկին Հեղինեն նստեց գետնին նրա կողքին, լիովին անտեսելով այն փաստը, որ կեղտոտում էր որդու նվիրած թանկարժեք վերարկուն։ Իմ որդին կոպիտ էր քեզ հետ, ես եկել եմ ներողություն խնդրելու։ Արմանը կանգնած մնաց, տեսարանը դիտելով անհարմարության մի բանի խառնուրդով, որը կարող էր լինել ամոթ։ Դավիթը գլուխը թափահարեց։ Դուք պետք չէ ներողություն խնդրեք։ Ես գիտեմ, թե ինչ տեսք ունեմ։ Գիտեմ, թե ինչ են մարդիկ մտածում, երբ ինձ տեսնում են։ Ձեր որդին ընդամենը ձեզ էր պաշտպանում։ Ես նրա տեղը նույնը կանեի։ Տղայի խոսքերի հասունությունը զարմացրեց Արմանին։ Ոչ մի վրդովմունք։ Ոչ մի զայրույթ։ Պարզապես ընդունում։ Բայց նա սխալ էր, պնդեց տիկին Հեղինեն։ Դու իմ ընկերն ես, Դավիթ։ Դու ինձ օգնեցիր, երբ ես դրա կարիքն ունեի, լսեցիր ինձ, երբ ոչ ոք չէր լսում։ Եվ ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը, նույնիսկ իմ որդին, վատ վերաբերվի քեզ դրա համար։ Արմանը զգաց, կարծես ապտակ ստացավ։ Մոր խոսքերն ավելի շատ էին ցավեցնում, քան նա կցանկանար խոստովանել։ Բայց դրանք ճշմարիտ էին։ Յուրաքանչյուրը։ Դավիթը նայեց Արմանին առաջին անգամ նրանց գալուց ի վեր։ Նրա աչքերը բաց շագանակագույն էին, գրեթե մեղրագույն, դրանցում մի խորություն կար, որն անհանգստացնում էր։ Կարծես նա կարող էր տեսնել այն դիմակների միջով, որոնք Արմանն այդքան լավ էր կրում։ Պարոն, սկսեց Դավիթը հարգալից ձայնով, ես հասկանում եմ ձեր անհանգստությունը։ Եթե ես մայր ունենայի, ես էլ կպաշտպանեի նրան։ Բայց երդվում եմ, որ երբեք ոչինչ չեմ խնդրել տիկին Հեղինեից։ Երբեք գումար չեմ վերցրել։ Պարզապես զրուցում եմ նրա հետ։ Միայն դա։ Արմանը կուլ տվեց թուքը։ Սա այն պահն էր, որ պետք էր պահպանել իր դիրքը, վերահաստատել իր հեղինակությունը, պարզ դարձնել, որ չի ընդունում այս իրավիճակը։ Բայց երբ բացեց բերանը, դուրս եկած բառերը զարմացրին իրեն։ Ես կոպիտ էի։ Եվ գուցե շտապեցի։ Նա նայեց մորը, որի աչքերում արցունքներ կային։ Մայրս ինձ համար շատ թանկ է։ Եվ ես չեմ ուզում նրան վիրավորված տեսնել։ Ես էլ չեմ ուզում, պարոն։ Դավիթը պատասխանեց մի անկեղծությամբ, որին անհնար էր կասկածել։ Տիկին Հեղինեն ինձ հիշեցնում է մեկին, ում կցանկանայի ունենալ իմ կյանքում։ Մեկին, ով ինձ կլսեր առանց դատելու։ Ով ինձ կտեսներ որպես մարդ, ոչ թե խնդիր։ Բառերը կախվեցին օդում նրանց երեքի միջ։ Այգին շարունակում էր իր առօրյան նրանց շուրջ, բայց այնտեղ, այդ փոքրիկ շրջանակում, մի կապ էր ձևավորվում։ Փխրուն, անհավանական, բայց իրական։ Տիկին Հեղինեն սրբեց արցունքները ժպտաց։ Եկեք երեքով զրուցենք։ Այստեղ մոտակայքում մի սրճարան կա։ Կարող ենք սուրճ խմել, ինչ-որ բան ուտել։ Դավիթը նայեց իր կեղտոտ հագուստին, գլուխը թափահարեց։ Տիկին Հեղինե, ես չեմ կարող մտնել այդպիսի վայրեր։ Ինձ դուրս կանեն։ Ոչ, եթե ես քեզ հետ լինեմ, լսեց Արմանն իրեն ասելիս, զարմացնելով ինքն իրեն։
Գնացինք։ Եվ այսպես, երեքը միասին քայլեցին այգով դեպի անկյունում գտնվող փոքրիկ սրճարանը։ Արման Ավետիսյան, անթերի գործարար։ Տիկին Հեղինե, ոսկե վանդակից փախած մայրը։ Եվ Դավիթ, անտեսանելի երիտասարդը, որն ինչ-որ կերպ տեսանելի էր դարձել ճիշտ մարդկանց համար։ Այդ պահին նրանցից ոչ ոք դեռ չգիտեր, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Մի դուռ էր բացվել։ Եվ դրա միջով յուրաքանչյուրը հնարավորություն կունենար տեսնելու աշխարհը իրենց բոլորովին նորովի։ Գիշերն իջնում էր Երանի վրա, իր հետ բերելով քաղաքի լույսերը։ Եվ այդ պարզ սրճարանում ֆորմիկայից պատրաստված սեղանի շուրջ երեք կյանքեր սկսեցին միահյուսվել այնպիսի ձերով, որոնք նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Սրճարանից թարմ սուրճի տապակած հացի բույր էր գալիս։ Դա այն հին վայրերից էր, որոնք քաջաբար դիմադրում էին Երանի կենտրոնի ջենտրիֆիկացիային, մարմարե վաճառասեղանով, կարմիր պլաստմասե աթոռներով երեկոյան լուրերի վրա միացված հեռուստացույցով։ Տիկին Սոնան, սեփականատերը, ծաղկավոր գոգնոցով մի թիկնեղ կին, կասկածամիտ հայացք նետեց Դավիթի վրա, երբ երեքը ներս մտան, բայց տեսնելով տիկին Հեղինեին, որը մայրական քնքշությամբ բռնել էր երիտասարդիթը, նրա արտահայտությունը մեղմացավ։ Արմանը 3 բաժակ կաթով սուրճ մի ափսե խաչապուրի պատվիրեց։ Նրանք նստեցին անկյո։ Ունի սեղանի մոտ, պատուհանի մոտ, որը նայում էր դեղնավուն լապտերներով լուսավորված փողոցին։ Դավիթն իրեն անհարմար էր զգում, շարժվում էր աթոռի վրա, խուսափում էր ուղիղ նայել Արմանին։ Նրա ձեռքերը կեղտոտ էին գրաֆիտից, որով նկարում էր այգում, նա դրանք թաքցնում էր սեղանի տակ, կարծես ամաչում էր։ Հանգիստ եղիր, Դավիթ, ասաց տիկին Հեղինեն, իր ձեռքը դնելով նրա ձեռքի վրա։ Այստեղ ոչ ոք քեզ չի դատի։ Տղան գլխով արեց, բայց Արմանը կարող էր տեսնել լարվածությունը նրա ուսերին։ Ինքն էլ հարմարավետ չէր։ Այս ամբողջ իրավիճակը տարօրինակ էր, իր սովորական վերահսկողությունից դուրս։ Բայց մոր արտահայտության մեջ մի բան կար, մի փայլ աչքերում, որը նա երկար ժամանակ չէր տեսել, դա ստիպեց նրան մնալ այնտեղ։ Ուրեմն, սկսեց Արմանը, փորձելով ավելի քիչ վախեցնող հնչել, մայրս ասաց, որ դու լավ ես նկարում։ Դավիթը բարձրացրեց աչքերը, զարմացած զրույցի փորձից։ Փորձում եմ, պարոն։ Ինքնուրույն եմ սովորել, դիտելով, պարապելով։ Կարող ես ցույց տալ։ Արմանը մեկնեց ձեռքը, ցույց տալով ուսապարկը, որտեղ Դավիթը պահել էր տետրը։ Երիտասարդը տատանվեց, բայց տիկին Հեղինեն քաջալերեց նրան գլխով անելով։ Դանդաղ, Դավիթը հանեց տետրը ուսապարկից։ Դա սովորական դպրոցական տետր էր, մաշված սպանակով դեղնած էջերով։ Բացեց վերջին էջերը, զգուշությամբ տվեց Արմանին, կարծես թանկարժեք բան լիներ։ Արմանը զննեց նկարները։ Դրանք արված էին մատիտով, որոշները գրիչով, ցույց էին տալիս քաղաքի տեսարաններ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, իր ճշգրիտ ճարտարապետական մանրամասներով։ Հաղթանակի կամուրջը, իր շտապող հետիոտներով։ Մարդկանց դեմքեր, որոնց Դավիթը հավանաբար դիտել էր այգում, յուրաքանչյուրը տարբեր արտահայտություններով, կենդանի, չնայած թղթի վրա ընդամենը գծեր էին։ Այնտեղ տաղանդ կար։ Իսկական տաղանդ։ Շատ լավն են, ասաց Արմանը, այս անգամ նա պարզապես քաղաքավարի չէր։ Դու իսկապես ինքնուրույն ես սովորել։ Այո, պարոն։ Միշտ սիրել եմ նկարել։ Երբ փոքր էի, ապրում էի կենտրոնի մոտ մի մանկատանը։ Մի կամավոր գրադարանավարուհի կար, որն ինձ ճարտարապետության հին ամսագրեր էր տալիս։ Ես ժամերով արտանկարում էի շենքերը։ Դավիթի ձայնը կենդանանում էր։ Երբ խոսում էր նկարչությունից, կարծես դա իր անվտանգ տարածքը լիներ։ Իսկ ծնողներդ, հարցրեց Արմանը անմիջապես զղջաց, տեսնելով երիտասարդի դեմքով անցած արտահայտությունը։ Դավիթը մի պահ լռեց։ Տիկին Հեղինեն նրբորեն սեղմեց նրա ձեռքը, լուր աջակցության ժեստ։ Ես կորցրել եմ երկուսին էլ, երբ 8 տարեկան էի, վերջապես ասաց Դավիթը, ցածր, բայց հաստատուն ձայնով։ Ավտովթար Երան Սան Մայրուղու վրա։ Հայրս բեռնատարի վարորդ էր, մայրս միշտ նրա հետ էր գնում ուղղորությունների։ Ես մնացի մորաքրոջս մոտ, բայց նա ինձ պահելու հնարավորություն չուներ։ Վերջում հայտնվեցի մանկատանը։ Արմանը սեղմում զգաց կրծքում։ 8 տարեկան։ Նույն տարիքը, երբ հայրը գնացել էր, բայց գոնե նա մորն ուներ։ Դավիթը կորցրել էր ամեն ինչ միանգամից։ Շատ եմ ցավում, ասաց Արմանը, այդ գիշեր առաջին անգամ նրա ձայնը զուրկ էր ամեն տեսակ պաշտոնականությունից։
Վաղուց է եղել։ Սովորել եմ դիմանալ։ Դավիթը թոթվեց ուսերը, բայց Արմանը տեսնում էր, որ ցավը դեռ այնտեղ էր, պարզապես լավ պահված։ Մանկատանը մնացի մինչ 16 տարեկան։ Հետո փախա։ Ին։ Չէ՞, մեղմորեն հարցրեց տիկին Հեղինեն։ Այնտեղ մի դաստիարակ կար, որ լավ մարդ չէր։ Ծեծում էր փոքր տղաներին, նվաստացնում մեզ, ասում, որ մենք երբեք ոչնչի չենք հասնի։ Դավիթը սեղմեց շուրթերը, կարծես փորձում էր զսպել հին զգացմունքները։ Մի օր նա պատռեց իմ բոլոր նկարները բոլորի առաջ, ասելով, որ ես հիմարություններով եմ զբաղվում։ Այդ ժամանակ ես հեռացա։ Նախընտրեցի փողոցը։ Արմանը զգաց, թե ինչպես է զայրույթը աճում իր մեջ։ Զայրույթ այն անծանոթ դաստիարակի հանդեպ, որը կոտրել էր մի տղայի երազանքները։ Զայրույթ մի համակարգի հանդեպ, որը չէր կարողացել պաշտպանել մի երեխայի։ Զայրույթ իր հանդեպ, որ այդքան արագ դատել էր Դավիթին, առանց նրա պատմությունը իմանալու։ Եվ այդ ժամանակվանից փողոցներում ես, հարցրեց Արմանը։ Արդեն 3 տարի։ Քնում եմ, որտեղ պատահի, աշխատում, երբ հնարավորություն է լինում։ Եղել եմ շինարարի օգնական, շուկայում բեռնակիր, թռուցիկներ բաժանող։ Ոչ մի մշտական բան։ Ոչ մի գրանցված աշխատանք, որովհետև մի որոշ ժամանակ առաջ կորցրել եմ փաստաթղթերս չեմ կարողացել վերականգնել։ Դավիթը խոսում էր առանց ինքնախղճահարության, պարզապես փաստեր էր շարադրում։ Բայց ինչ կը։ Կարողանում եմ, հավաքում եմ, պահում մի անվտանգ տեղում։ Մի օր բավականաչափ կունենամ, որ սենյակ վարձեմ, փաստաթղթերս վերականգնեմ, փորձեմ սովորել։ Դու ուզում ես ճարտարապետություն սովորել, հարցրեց Արմանը, հիշելով, թե ինչ էր մայրը նշել։ Դավիթի աչքերը լուսավորվեցին։ Դա երազանք է։ Ինձ համար անհավանական է, թե ինչպես շենքերը կարող են փոխել մարդկանց կյանքը, գիտեք։ Թե ինչպես լավ նախագծված տարածքը կարող է մարդուն ստիպել իրեն տանը, ապահով զգալ։ Ես կցանկանայի ստեղծել այդպիսի վայրեր։ Վայրեր, որտեղ ինձ նման մարդիկ կարողանային իրենց պատկանող զգալ։ Արմանը լուռ մնաց, մտածելով խոսքերի մասին։ Այդ երիտասարդի մեջ մի խորություն կար, որը նա չէր սպասում գտնել։ Ցավից ծնված, բայց հույսով համեմված մի իմաստություն։ Տիկին Սոնան բերեց սուրճերն ու խաչապուրիները։ Դավիթը ակնհայտ սոված հայացքով նայեց ուտելիքին, բայց քաղաքավարի սպասեց, որ մյուսները սկսեն։ Տիկին Հեղինեն ափսեն մղեց նրա ուղղությամբ։ Կեր, տղաս։ Ամեն ինչ կարգին է։ Դավիթը դանդաղ կերավ, համտեսելով յուրաքանչյուր կտորը, կարծես դա գուրմանների համարն ախատեսված ճաշ լիներ։ Արմանը հասկացավ, որ հավանաբար դա տղայի առաջին պատշաճ կերակուրն էր այդ օրը։ Գուցե մի քանի օրվա մեջ։ Դավիթ, սկսեց Արմանը, երիտասարդը բարձրացրեց աչքերը, դեռ ծամելով։ Ինչու դու օգնեցիր մորս այն օրը։ Եվ ինչու շարունակեցիր հանդիպել նրա հետ։ Դավիթը կուլ տվեց, նոր պատասխանեց։ Որովհետև նա ինձ մարդու տեղ դրեց։ Երբ ես նրան օգնեցի, նա նայեց իմ աչքերին, իսկապես շնորհակալություն հայտնեց։ Ոչ խղճահարությամբ, ոչ վախով, անկեղծ երախտագիտությամբ։ Նա քնքշությամբ նայեց տիկին Հեղինեին։ Եվ երբ մենք զրուցում էինք, նա իսկապես լսում էր։ Իր կյանքից պատմություններ էր պատմում, հարցնում իմ մասին։ Վաղուց էր, ինչ-որ մեկին հետաքրքրում էր, թե ես ինչ ունեմ ասելու։ Տիկին Հեղինեն սրբեց դեմքով հոսող արցունքը։ Դու ինձ էլ փրկեցիր, Դավիթ։ Փրկեցիր միայնությունից։ Ստիպեցիր ինձ նորից օգտակար զգալ կարևոր մեկի կյանքում։ Արմանը զգաց, կարծես ամեն ինչ դրսից էր դիտում։ Ահա նրա մայրը, այն կինը, որին նա կարծում էր, թե պաշտպանում է, փակելով շքեղ բնակարանում, բացահայտում էր, որ իրեն անպետք ես։ Գում։ Եվ ահա մի անօթան տղա, որը կարողացել էր տեսնել այն, ինչ սեփական որդին չէր տեսնում, նրա լսված լինելու, կենդանի զգալու կարիքը։ Մամ, ասաց Արմանը խռպոտ ձայնով, ես չգիտեի, որ դու քեզ այդպես ես զգում։ Ինչու երբեք ինձ չես ասել։ Տիկին Հեղինեն տխուր ժպտաց։ Փորձել եմ, տղաս։ Բայց դու միշտ զբաղված էիր։ Միշտ շտապում էիր։ Միշտ մտքերդ հաշվետվությունների ու հանդիպումների մեջ էին։ Եվ ես չէի ուզում մեկ խնդիր լինել քո անելիքների ցուցակում։ Բառերը ուղիղ խոցեցին Արմանին։ Հենց այդպես էր նա վերաբերվում ամեն ինչին, այդ թվում մորը։
Որպես անելիքների ցուցակի կետեր։ Այցելություն մորը կատարված է։ Բուժքրոջ վճարում կատարված է։ Ամսվա դեղորայք կատարված է։ Բայց երբեք չէր կանգնում, որպեսի իսկապես ներկա լինի։ Որպեսի լսի։ Որպեսի տեսնի մակերեսից այն կողմ։ Ներիր ինձ, ասաց Արմանը, տարիների մեջ առաջին անգամ զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Ես կարծում էի, որ քեզ համար լավագույնն եմ անում։ Որ քեզ հարմարավետություն ու անվտանգություն տալով կատարում եմ իմ դերը։ Դու կատարում էիր, տղաս։ Դա։ Ից հարմարավետությունն ու անվտանգությունը չեն փոխարինում սիրուն։ Չեն փոխարինում ներկայությանը։ Տիկին Հեղինեն սեղանի վրայով հասավ նրա ձեռքին։ Ես գիտեմ, որ դու հոգ ես տանում։ Գիտեմ, որ այն ամենը, ինչ դու անում ես, գալիս է սիրուց։ Բայց սիրուն նա ժամանակ է պետք։ Ուշադրություն է պետք։ Խոցելիություն է պետք։ Խոցելիություն։ Այն բառը, որից Արմանն ամենաշատն էր վախենում։ Իր կորպորատիվ աշխարհում խոցելիությունը թուլություն էր։ Դա մրցակիցներին զենք տալ էր։ Դա վերահսկողությունը կորցնել էր։ Բայց գուցե կարևոր մարդկանց հետ խոցելիությունն այլ բան էր։ Կապ էր։ Ես ուզում եմ փորձել, ասաց Արմանը, սեղմելով մոր ձեռքը։ Ուզում եմ փորձել ավելի լավը անել։ Ավելի լավը լինել։ Դավիթը լուր դիտում էր տեսարանը, մի արտահայտությամբ, որը վկայում էր, թե նա ականատես է լինում ինչ-որ անձնական ու թանկ բանի։ Երբ Արմանը նայեց նրան, տղան թեթակի ժպտաց։ Տիկին Հեղինեն յուրահատուկ է, պարոն։ Դուք բախտավոր եք, որ դեռ նրան ունեք։ Բառերի պարզությունը կրում էր մեկի ծանրությունը, ով շատ վաղ էր կորցրել իր ծնողներին։ Արմանը գլխով արեց, կուլ տալով կոկորդի կոշտուկը։ Նրանք սրճարանում մնացին ավելի քան 2 ժամ, զրուցելով։ Տիկին Հեղինեն պատմում էր Արմանի մանկությունից, նրա արած չարաճճություններից, նրա ունեցած երազանքներից։ Արմանն իր հերթին ավելին էր հարցնում Դավիթի կյանքի, փողոցում անցկացրած օրերի, նրա երազանքների մասին։ Եվ Դավիթը կամաց-կամաց բացվում էր, կիսվելով պատմություններով, որոնք վաղուց ոչ ոքի չէր պատմել։ Երբ վերջապես դուրս եկան, գիշերը ցուրտ էր, աստղազարդ երկինքը հազվադեպ ելույթ էր երանում լուսային աղտոտվածության պատճառով, բայց մի քանի համառ աստղեր փայլում էին։ Դավիթը սկսեց հրաժեշտ տալ, ուսապարկը շտկելով մեջքին։ Որտեղ ես քնելու, հարցրեց Արմանը։ Հաղթանակի կամրջի տակ մի տեղ կա։ Քամուց մի քիչ պաշտպանված է։ Դավիթը խոսեց բնականon, կարծես սովորական բնակության հասցե նշեր։ Արմանը նայեց մորը, հետո տղային։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում նրա մեջ ինչ-որ բան փոխվել էր։ Ոչ թե կտրուկ փոփոխություն, այլ ճակ այն զրահի վրա, որը նա կառուցել էր տարիների ընթացքում։ Եվ այդ ճաքի միջով ինչ-որ մարդկային բան։ Սկսեց դուրս գալ։ Ոչ։ Արի ինձ հետ, ասաց Արմանը, զարմացնելով ինքն իրեն։ Դավիթը գնճռոտեց ճակատը։ Պարոն։ Իմ շենքում հյուրերի համար նախատեսված դատարկ բնակարան ունեմ։ Այսօր կարող ես այնտեղ մնալ։ Տաք լոգանք ընդունել, պատշաճ մահճակալի վրա քնել։ Վաղը կխոսենք, թե ինչ անել հետո։ Դավիթը նայեց տիկին Հեղինեին, կարծես հաստատում փնտրեր, որ դա իրական է։ Նա ժպտում էր արցունքների միջով, գլխով անելով, որ ընդունի։ Ես չեմ կարող ընդունել, պարոն։ Սա չափազանց շատ է։ Կարող ես կընդունես, ասաց Արմանը հաստատակամ, բայց այս անգամ նրա ձայնը ոչ թե պարտադրող հեղինակություն էր կրում, այլ անկեղծ վճռականություն։ Մայրս վստահում է քեզ։ Եվ եթե նա վստահում է, ես էլ կսովորեմ վստահել։ Դավիթը երկար լուռ մնաց։ Արմանը տեսնում էր այն ներքին պայքարը, որը տեղի էր ունենում այդ շագանակագույն աչքերի հետում։ Հպարտությունը, անվստահությունը, հույսն ու վախը խառնվել էին նրա արտահայտության մեջ։ Մի գիշերով ուրեմն, վերջապես ասաց Դավիթը, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Միայն մի գիշերով։ Արմանը ժպտաց։ Կտեսնենք։ Գուցե մտքափոխվես։ Նրանք տաքսի նստեցին դեպի քաղաքի կենտրոնի նորակառույց թաղամասերից մեկը, որտեղ գտնվում էին տիկին Հեղինեի, Արմանի բնակարանները։ Ճանապարհին տարեց կինը քնեց հետի նստարանին, գլուխը դրած որդու ուսին։
Դավիթը նայում էր պատուհանից, դիտելով քաղաքը, որն այդքան լավ գիտեր փողոցներից, բայց որն այժմ տեսնում էր մեքենայի միջից, տաք ու ապահով վայրի ճանապարհին։ Նախ տիկին Հեղինեին թողեցին իր բնակարանում։ Արմանը նրա հետ բարձրացավ, բուժքույր Մարինեին ազա։ Տեց մինչ առավոտ օգնեց մորը տեղավորվել։ Դուրս գալուց առաջ նա բռնեց որդու դեմքը ձեռքերի մեջ, ինչպես անում էր, երբ նա երեխա էր։ Հպարտանում եմ քեզանով, տղաս։ Այն բանի համար, ինչ արեցիր այսօր։ Այն բանի համար, ինչ փորձում ես անել։ Արմանը համբուրեց նրա ճակատը։ Ես պետք է վաղուց ավելի լավ հոգ տանեի քո մասին։ Բայց կուղղվեմ։ Խոստանում եմ։ Հոգ տար Դավիթի մասին, խնդրեց նա։ Նա լավ տղա է։ Պարզապես մի հնարավորության կարիք ունի։ Հոգ կտանեմ, մամ։ Հանգստացիր։ Իր շենքի ճանապարհին, որը մի քանի թաղամաս այն կողմ էր, Արմանն ու Դավիթը լուռ էին։ Տղան դեռ շոկի մեջ էր թվում, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել այդ օրը։ Արմանի հյուրերի բնակարանը պարզ էր, բայց հարմարավետ։ Մի ննջասենյակ երկտեղանոց մահճակալով, լիարժեք լոգարան, փոքրիկ հյուրասենյակ բազմոցով հեռուստացույցով։ Դավիթը դանդաղ ներս մտավ, կարծես վախենում էր որևէ բանի դիպչել։ Լոգարանն այնտեղ է։ Պահարանում մաքուր սրբիչներ կան։ Ես քեզ համար մաքուր հագուստ կբերեմ։ Հավանաբար մեծ կլինեն, բայց ոչնչից լավ է։ Արմանը խոսեց, արդեն շարժվելով դեպի դուռը։ Պարոն Արման, կանչեց Դավիթը, ստիպելով նրան կանգ առնել։ Ինչո՞վ։ Ինչու եք սա անում։ Արմանը մի պահ մտածեց, նոր պատասխանեց։ Որովհետ մայրս ճիշտ է։ Շատ հարցերում։ Եվ որովհետ ես այնքան երկար ժամանակ պատեր եմ կառուցել, որ մոռացել եմ, թե ինչպես է լինել դրանց մյուս կողմում։ Դու մայրս ինձ դա հիշեցրիք այսօր։ Դավիթը դանդաղ գլխով արեց։ Ես վաղ առավոտյան կգնամ, մինչ անհանգստացնելը։ Դու չես անհանգստացնում։ Եվ չես գնա, մինչ միասին սուրճ չխմենք։ Դա նվազագույնն է, որ կարող եմ անել։ Արմանը կիսաժպտաց։ Հիմա գնա լոգանք ընդունիր, մինչ միտքս չեմ փոխել։ Դավիթը ժպտաց, մի անկեղծ ժպիտ, որը լիովին փոխեց նրա դեմքը։ Շնորհակալ եմ։ Իսկապես։ Շնորհակալ եմ։ Արմանը վերադարձավ իր բնակարան, որը նույն հարկում էր։ Դա ընդարձակ, ժամանակակից տարածք էր, որը ձավորել էր մի ինտերիերի դիզայներ, որին նա հազիվ էր ճանաչում։ Ամեն ինչ անթերի էր, բայց սառը։ Առանց կյանքի։ Առանց հոգու։ Նա երբեք դա չէր նկատել։ Դավիթի համար հագուստ առանձնացրեց, սպորտային տաբատ, շապիկ, բաճկոն։ Ամեն ինչ նոր էր։ Կամ գրեթե նոր։ Երբ 20 րոպե անց վերադարձավ հյուրերի բնակարան, Դավիթն արդեն լոգանք ընդունած էր, սրբիչը խալաթի պես կապած, մազերը դեռ թաց։ Ահա։ Սա հագիր։ Վաղը կտեսնենք, թե ինչ անենք քո հագուստի հետ։ Արմանը տվեց հագուստը։ Պարոն Արման, ես կարող եմ իմ հագուստը լվանալ։ Հերիք է, պարոն Արման։ Ինձ ուղղակի Արման կոչիր։ Եվ ընդունիր այս հագուստը, մինչ քոնը աղբը չեմ նետել։ Արմանի ձայնում հումոր կար, մի բան, որը հազվադեպ էր հայտնվում։ Դավիթը զգուշությամբ վերցրեց հագուստը։ Շնորհակալ եմ, Արման։ Խնդրեմ։ Սառնարանում ուտելիք կա, եթե սովածանաս։ Իսկ վաղը ավելի լավ կխոսենք։ Քո մասին, պլանների մասին, այն մասին։ Թե ինչպես կարող ենք քեզ իսկապես օգնել։ Ինչու եք ուզում ինձ օգնել, նորից հարցրեց Դավիթը, կարծես պետք էր վստահանալ, որ դա իրական է։ Արմանը խորը շունչ քաշեց։ Որովհետ այսօր ես հայտնաբերեցի, որ սարսափելի որդի եմ եղել։ Եվ գուցե, քեզ օգնելով ես կարողանամ մի փոքր ավելի լավ մարդ դառնալ։ Մորս համար։ Ինձ համար։ Եվ ով գիտի, գուցե նա քեզ համար։ Նա դուրս եկավ բնակարանից, մինչ Դավիթը կկարողանար պատասխանել, մինչ իր սեփական զգացմունքները, որոնք այդքան երկար զսպված էին, դուրս կհորթեին։ Վերադառնալով իր բնակարան, Արմանն իրեն մի բաժակ վիսկի լցրեց, նստեց իտալական կաշվե բազմոցին, նայելով քաղաքին հատակից առաստաղ ձգվող պատուհաններից։ Երանը բաբախում էր ներքում, անտարբեր իր բնակիչների անձնական դրամաների նկատմամբ։
Միլիոնավոր պատմություններ, որոնք տեղի էին ունենում միաժամանակ, միահյուսվում, բաժանվում, փոխակերպվում։ Նա մտածեց մոր մասին, թե ինչպես էր ձախողել նրան իսկապես տեսնելը։ Մտածեց Դավիթի մասին, այն ամենի մասին, ինչի միջով անցել էր տղան, այնուամենայնիվ պահպանել հույսն ու բարությունը։ Ածեց իր մասին, իր մանրակրկիտ կառուցված, բայց զգացմունքային առումով դատարկ կյանքի մասին։ Հեռախոսը զանգեց։ Ընկերության գործընկերներից մեկի հաղորդագրությունն էր, հարցնում էր ճապոնացիների հետ պայմանագրերի մասին։ Արմանը նայեց հաղորդագրությանը, հետո ձեռքի վիսկիի բաժակին, հետո դրսի քաղաքին։ 15 տարվա մեջ առաջին անգամ նա անմիջապես չպատասխանեց։ Անջատեց հեռախոսը, շարունակեց նստել, պարզապես մտածելով։ Զգալով։ Իրեն թույլ տալով խոցելի լինել, թեկուզ միայն ինքն իր հետ։ Միջանցքի մյուս կողմում Դավիթը պառկում էր իսկական մահճակալի վրա, 3 տարվա մեջ առաջին անգամ։ Մաքուր հագուստից փափկեցնող միջոցի բույր էր գալիս, մի բույր, որը նա հազիվ էր հիշում։ Բարձը փափուկ էր, վերմակը՝ տաք։ Նա նայեց սպիտակ առաստաղին, դեռ չհավատալով, որ այդ օրն իսկապես տեղի էր ունեցել։ Նա մտածեց տիկին Հեղինեի, նրա բարության, անկեղծ սիրո մասին, որը նա առաջարկում էր, ոչինչ չխնդրելով փոխարենը։ Մտածեց Արմանի, այն փոխակերպման մասին, որը տեսել էր այդ խիստ մարդու մեջ մի քանի ժամվա ընթացքում։ Մտածեց իր մասին, այն երազանքների մասին, որոնք դեռ կրում էր, չնայած ամեն ինչին։ Եվ երկար ժամանակվա մեջ առաջին անգամ Դավիթն իրեն թույլ տվեց հույս ունենալ։ Ոչ թե պարզապես ավելի լավ ապագայի վերացական հույս, այլ կոնկրետ հույս։ Գուցե, միայն գուցե, ամեն ինչ իսկապես կարող էր փոխվել։ Մինչ քաղաքը քնում էր դրսում, երկու տղամարդ տարբեր բնակարաններում, որոնց բաժանում էր ընդամենը մի միջանցք, բայց փորձառությունների ամբողջ տիեզերքներ, փակում էին աչքերը նմանատիպ մտքերով։ Մտքեր կապի մասին, ընտանիքի մասին, նորից սկսելու հնարավորության մասին։ Տիկին Հեղինեն, իր բնակարանում մի քանի թաղամաս այն կողմ, քնում էր ժպիտը դեմքին։ Որովհետև երկար ժամանակվա մեջ առաջին անգամ նա զգացել էր, որ նպատակ ունի։ Որ իր կյանքը դեռ կարող է։ Որ իր օրերը դեռ կարող են փոփոխություն բերել։ Եվ քնի ու արթնության միջ ինչ-որ տեղ, երեքն էլ երազում էին։ Տարբեր, բայց միահյուսված երազներ։ Երազներ մի ապագայի մասին, որը դեռ պետք է կառուցվեր, աղյուս առ աղյուս, զրույց առ զրույց, ժեստ առ ժեստ։ Առավոտը նոր մարտահրավերներ կբերեր։ Նոր դժվար խոսակցություններ։ Նոր որոշումներ, որոնք պետք է կայացվեին։ Բայց առայժմ, այդ հոկտեմբերյան գիշերը երանում, 3 կյանքեր հանդիպել էին։ Եվ ոչինչ այլս նույնը չէր լինի։ Թարմ սուրճի բույրն արթնացրեց Դավիթին, նույնիսկ մինչ արի լրիվ բացվելը։ Մի քանի վայրկյան, դեռ փափուկ վերմակի մեջ փաթաթված, նա կարծեց, թե երազում է։ Բայց հետո բացեց աչքերը, տեսավ սպիտակ առաստաղը, կտավե վարագույրները, որոնք զտում էին լուսաբացի լույսը, ներկառուցված պահարանի բաց գույնի փայտե դուռը։ Դա իրական էր։ Նա իսկապես քնել էր մահճակալի վրա, մաքուր տաք բնակարանում։ Նա դանդաղ վեր կացավ, դեռ հագին այն հագուստը, որը Արմանն էր տվել։ Դրանք մեծ էին, բայց հարմարավետ։ Երբ լոգարանի հայելու մեջ նայեց իրեն, Դավիթը գրեթե չճանաչեց իրեն։ Դեմքը մաքուր էր, մազերը խնամված, աչքերը ավելի քիչ հոգնած։ Ուրիշ մարդ էր թվում։ Կամ գուցե մտածեց նա, վերջապես նման էր այն մարդուն, որը կարող էր լինել, եթե կյանքն այլ կերպ դասավորվեր։ Դռան մեղմ թակոցը նրան դուրս բերեց մտքերից։ Արմանն էր, արդեն աշխատանքի համար հագնված մուգ մոխրագույն կոստյումով, բայց նախորդ օրվանից տարբերվող արտահայտու թիամբ։ Ավելի քիչ խիստ։ Ավելի մարդկային։ Բարի լույս։ Լավ քնեցիր, հարցրեց Արմանը։ Տարիների մեջ լավագույնը, Արման։ Շնորհակալ եմ, անկեղծորեն պատասխանեց Դավիթը։ Հիանալի է։ Արի ինձ հետ սուրճ խմիր։ Մայրս էլ է գալիս։ Նախաճաշը մատուցվեց Արմանի բնակարանի պատշգամբում, որտեղից բացվում էր Երանի հիասքանչ տեսարան։ Տիկին Հեղինեն քիչ անց ժամանեց, նրան բերել էր հենց որդին, որը գնացել էր նրա հետից։ Նա հագել էր պարզ ծաղկավոր զգեստ աչքերը փայլում էին ուրախությունից։ Դավիթ, ինչ լավ է քեզ այստեղ տեսնել։ Նա գրկեց նրան թոռանը գրկողի քնքշությամբ։
Երեքը նստեցին առած սեղանի շուրջ, թարմ հաց, մրգեր, հյութեր, պանիրներ, երշիկեղեն։ Դավիթը քաղաքավարի ուտում էր, բայց Արմանը նկատեց, թե ինչպես է նա համտեսում յուրաքանչյուր կտորը, ինչպես է երկու փոքրիկ հաց գաղտնի դնում տաբատի գրպանը։ Այդ ժեստը կոտրեց նրա սիրտը։ Դավիթ, պետք չէ ուտելիք պահել։ Կարող ես ուզածիդ չափ ուտել։ Եվ եթե ուզում ես հետոյի համար ինչ-որ բան տանել, ուղղակի ասա, քնքշորեն ասաց Արմանը։ Տղան կարմրեց, անհարմար զգալով։ Ներողություն։ Փողոցի սովորություն է։ Երբեք չգիտես, թե երբ է լինելու հաջորդ կերակուրը։ Պետք չէ ներողություն խնդրել։ Պարզապես ուզում եմ, որ իմանաս, որ այստեղ դու ապահով ես։ Արմանը նրա համար ավելի շատ հյութ լցրեց։ Տիկին Հեղինեն հպարտությամբ նայում էր որդուն։ Սա այն Արմանը չէր, որին նա ճանաչում էր։ Կամ ավելի ճիշտ, սա այն Արմանն էր, որի գոյության մասին նա միշտ գիտեր կորպորատիվ զրահի տակ, պարզապես սպասում էր դուրս գալու։ Դավիթ, սկսեց Արմանը անձեռոցիկով բերանը սրբելով, երեկ դու նշեցիր, որ կորցրել ես փաստաթղթերը։ Դա քեզ խանգարում է պաշտոնապես աշխատել, այնպես չէ։ Այո։ Առանց անձնագրի սոցիալական քարտի ոչ ոք ինձ գրանցված աշխատանքի չի վերցնում։ Միայն ոչ պաշտոնական աշխատանքներ։ Իսկ եթե ես քեզ օգնեմ վերականգնել դրանք, համաձայն կլինես։ Դավիթի աչքերը լայն բացվեցին։ Համաձայն կլինեմ, իհարկե։ Բայց դա թանկ է, բնակության վայրի տեղեկանք է պետք, ծննդյան վկայական։ Դա ինձ թող։ Ես ծանոթներ ունեմ, որոնք կարող են արագացնել գործընթացը։ Արմանը վերցրեց մի տետր, սկսեց գրառումներ անել։ Մի քանի տեղեկություն պետք կգա։ Հիշում ես, թե որտեղ ես ծնվել։ Որն էր ծնողներիդ լրիվ անուն ազգանունը։ Դավիթը տրամադրեց տեղեկությունները, ձայնը թեթակի դողում էր, ծնողներին հիշատակելիս։ Տիկին Հեղինեն բռնեց նրա ձեռքը, առաջարկելով այն լուռ մխիթարությունը, որը միայն նա գիտեր տալ։ Իսկ ուսման հարցով, հարցրեց տիկին Հեղինեն։ Որ դասարանում ես դադարեցրել։ Հիմնական դպրոցն ավարտել եմ մանկատանը։ Բայց երբեք չեմ կարողացել միջնակարգ դպրոց գնալ։ Պետք էր աշխատել, գոյատելու համար։ Արմանը գրի էր առնում ամեն ինչ, նրա միտքն արդեն աշխատում էր հնարավորությունների, լուծումների ուղղությամբ։ Նա այդպես էր լավագույնս աշխատում, խնդիրներ լուծելով, ռազմավարություններ մշակելով։ Բայց այս անգամ դա գործարք կնքելու կամ մրցակցությունում հաղթելու համար չէր։ Դա մեկի կյանքը փոխելու համար էր։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Հնարավորություն կա, որ դու միջնակարգ կրթություն ստանաս հեռակա ուսուցման միջոցով, արագացված կարգով։ Եվ հետո, եթե իսկապես ուզում ես ճարտարապետություն սովորել, կարող ենք մտածել համալսարանի մասին։ Արմանը խոսեց, տեսավ, թե ինչպես են Դավիթի աչքերը լցվում արցունքներով։ Արման, ես չգիտեմ ինչ ասել։ Սա ավելին է, քան ես երբեք կարող էի պատկերացնել։ Պարզապես ասա, որ կջանաս։ Որ կօգտվես այս հնարավորությունից, պատասխանեց Արմանը։ Կջանամ։ Երդվում եմ, կջանամ։ Դավիթը սրբեց աչքերը ձեռքի թիկունքով։ Բայց ես չեմ ուզում պարզապես օգնություն ստացող լինել։ Ուզում եմ ինչ-որ կերպ փոխհատուցել։ Աշխատել, ինչ-որ բանով օգնել։ Տիկին Հեղինեն ժպտաց։ Տեսար, Արման։ Ես քեզ ասացի, որ նա յուրահատուկ է։ Արմանը մի պահ մտածկոտ մնաց։ Հետո, կարծես մի լույս վառվեց նրա մտքում, նա նոր լարվածությամբ նայեց Դավիթին։ Իսկ եթե դու օգնեիր մորս, առաջարկեց նա։ Նրան ընկերակցություն է պետք, մեկը, ով կարող է նրան ուղեկցել զբոսանքների ժամանակ, զրուցել նրա հետ։ Բուժքույրը հոգ է տանում առողջության մասին, բայց դու կարող էիր հոգ տանել նրա սրտի մասին։ Եվ փոխարենը, դու կունենայիր մնալու տեղ, ուտելիք սովորելու ժամանակ։ Տիկին Հեղինեն ոգորված ծափ տվեց։ Արման, ինչ հրաշալի գաղափար է։ Դավիթ, կհամաձայնեիր։ Կարծես թոռնիկ ունենայի, որն ինձ հետ է ապրում։ Դավիթը անհավատալի հայացքով նայեց մեկին։ Հետո մյուսին։ Դուք լուրջ եք ասում։ Ես կարող եմ տիկին Հեղինեի հետ ապրել։ Ինչու ոչ։ Նրա բնակարանը 2 ննջասենյակ ունի։ Մեկը դատարկ է։ Դու կունենայիր քո տարածքը, քո անձնական կյանքը։ Իսկ մայրս ընկերակից կունենար։
Արմանն արդեն մտովի վերադասավորում էր լոգիստիկան։ Իհարկե, պետք է որոշակի կանոններ սահմանեինք, առօրյա։ Եվ դու պետք է պարտավորվեիր ուսմանդ հետ։ Ես պարտավորվում եմ։ Ամեն ինչի հետ։ Ուսում, ընկերակցություն, ինչ որ պետք լինի։ Դավիթը փայլում էր։ Բայց, Արման, սա չափազանց շատ է։ Ինչու եք այս ամենն անում ինձ համար։ Արմանը խորը շունչ քաշեց։ Որովհետև երեկ ես հասկացա, որ տարիներ շարունակ սխալ ձով եմ հոգ տարել մորս մասին։ Ես գումար էի տալիս, հարմարավետություն, անվտանգություն։ Բայց ներկայություն չէի տալիս։ Դու նրան օրերի ընթացքում տվեցիր այն, ինչ ես չկարողացա տալ տարիների ընթացքում, անկեղծ ուշադրություն։ Եթե դու նրա հետ մնաս, դուք երկուստ էլ միմյանց կօգնեք։ Իսկ ես կսովորեմ ավելի լավ որդի լինել։ Տիկին Հեղինեն վեր կացավ գրկեց որդուն, լաց լինելով։ Դու արդեն լավ որդի ես, Արման։ Պարզապես մոլորվել էիր։ Բայց գտնում ես քեզ։ Երեքը կանգնած էին այնտեղ, պատշգամբում երանյան առավոտյան արի տակ, միավորված մի սիրով, որը գերազանցում էր կենսաբանական կապերը։ Դա մի ընտանիք էր, որը ձևավորվում էր ոչ թե արյունով, այլ ընտրությամբ, էմպաթիայով, սիրով։ Հաջորդ շաբաթների ընթացքում երեքի կյանքը կտրուկ փոխվեց։ Արմանը փաստաբան վարձեց Դավիթի փաստաթղթերն արագացնելու համար։ Տղային գրանցեց տիկին Հեղինեի բնակարանի մոտ գտնվող դպրոցի երեկոյան հեռակա ուսուցման դասընթացին։ Գնեց հագուստ, դպրոցական պարագաներ, օգտագործված, բայց աշխատող նոութբուք։ Դավիթը տեղափոխվեց տիկին Հեղինեի բնակարանի դատարկ սենյակ։ Առաջին օրը նա իր սակավաթիվ իրերը դասավորեց ակնածալից խնամքով, կարծես յուրաքանչյուր իր թանկարժեք լիներ։ Նկարչական տետրերը, մի քանի գրքեր, որոնք գտել էր տարիների ընթացքում, ծնողների խունացած լուսանկարը։ Տիկին Հեղինեն օգնեց նրան ամեն ինչ դասավորել, զրուցելով, պատմություններ տմելով, այդ անհյուրընկալ սենյակը տուն դարձնելով։ Առօրյան բնականոն կերպով հաստատվեց։ Դավիթը վաղ էր արթնանում, տիկին Հեղինեի հետ սուրճ խմում, հետո գնում հանրային գրադարան սովորելու։ Կեսօրին վերադառնում էր, նրանք միասին քայլում էին օպերայի այգում, խոսելով ամեն ինչից ոչնչից։ Երեկոյան Դավիթը գնում էր դպրոց, իսկ տիկին Հեղինեն արթուն սպասում էր նրան, նախուտեստ պատրաստած, երբ նա վերադառնար։ Արմանը սկսեց ավելի հաճախ այցելել նրանց։ Ոչ թե պարզապես արագ այցելություններ, ստուգելու, թե արդյոք ամեն ինչ կարգին է, այլ իսկական այցելություններ։ Ընթրիքներ, որոնք ձգվում էին ժամերով, խորը զրույցներ կյանքի, զղջումների, երազանքների մասին։ Նա մոր այնպիսի կողմեր բացահայտեց, որոնք երբեք չէր ճանաչել։ Պատմություններ, թե երբ նա երիտասարդ էր, թե ինչպես էր ծանոթացել իր հոր հետ, այն զոհողությունների մասին, որոնք արել էր նրան մենակ մեծացնելու համար։ Եվ բացահայտեց նա, թե ով էր Դավիթն իրականում։ Խելացի, դիտունակ երիտասարդ, մարդկանց հասկանալու տպավորիչ ունակությամբ։ Նրա գնահատականները դպրոցում գերազանց էին։ Նա լանում էր ճարտարապետության մասին գրքերը, որոնք Արմանը գնում էր, մանրամասն նշումներ անում, իր տետրերում երակայական նախագծեր ստեղծում։ Մի երեկո Դավիթի տիկին Հեղինեի բնակարան տեղափոխվելուց 3 ամիս անց, երեքը ընթրում էին, երբ տղան մի առաջարկ արեց, որը կփոխեր ամեն ինչ։ Ես մտածում էի։ Սկսեց Դավիթը մի փոքր տատանվելով։ Դուք ինձ այնքան շատ օգնեցիք։ Լիովին փոխեցիք իմ կյանքը։ Եվ ես մտածում եմ, թե քանի մարդ կա դրսում, որն այն իրավիճակում է, որում ես էի։ Երիտասարդներ, առանց ընտանիքի, առանց հնարավորությունների։ Եվ քանի տարեց մարդ է մենակ, իրեն անպետք, անտեսանելի զգում, ինչպես տիկին Հեղինեն էր զգում։ Արմանն ու տիկին Հեղինեն լուռ լսում էին նրան, հետաքրքրված։ Իսկ եթե մենք մի բան ստեղծեինք, որը կմիացներ այս երկու ծայրերը։ Մի նախագիծ, որը կկապեր միայնակ տարեցներին խոցելի իրավիճակում գտնվող երիտասարդների հետ։ Ոչ թե որպես բարեգործություն, այլ որպես փոխանակում։ Տարեցները ստանում են ընկերակցություն, նպատակ, մեկին, ում մասին հոգ տանել։ Երիտասարդները ստանում են ուղղորդում, սեր, ժամանակավոր տուն, մինչ ոտքի կկանգնեն։ Հաջորդած լռությունը ծանր էր հնարավորություններից։ Արմանը զգաց, թե ինչպես է իր մեջ մի բան վառվում։ Դա փայլուն էր։ Համարձակ էր։ Դա հենց այնպիսի բան էր, որի մասին նա երբեք մենակ չէր մտածի, իր կորպորատիվ տրամաբանության մեջ խրված։
Ընտրյալ ընտանիք, մրմնջաց տիկին։ Հեղինեն։ Կարող էինք այդպես անվանել։ Որովհետև սա արյան մասին չէ։ Սա սիրելու, հոգ տանելու ընտրության մասին է։ Արմանը վեր կացավ, քայլելով սենյակով, նրա միտքն արդեն մանրամասնորեն մշակում էր գաղափարը։ Սա կարող է աշխատել։ Իրավաբանորեն պետք է լավ կառուցված լինի։ Մեզ հոգեբաններ պետք կգան երկու կողմերին էլ գնահատելու համար, սոցիալական աշխատողներ հետելու համար, փաստաբաններ, բոլոր ներգրավվածներին պաշտպանող պայմանագրեր ստեղծելու համար։ Բայց կաշխատի, հարցրեց Դավիթը, հույսով։ Ավելին, քան կաշխատի։ Կարող է կյանքեր փոխել։ Շատ կյանքեր։ Արմանը շրջվեց դեպի նրանց, նրա աչքերը փայլում էին մի ոգորությամբ, որը նա տարիներով չէր զգացել։ Ոչ թե շահույթի կամ գործնական նվաճման համար, այլ ավելի մեծ բանի համար։ Ես կարող եմ օգտագործել իմ ընկերության ռեսուրսները։ Ստեղծել հատուկ բաժին դրա համար։ Վարձել մասնագետներ։ Գործընկերություններ փնտրել կառավարության հետ։ Տիկին Հեղինեն ձեռքերը միացրեց, հուզված։ Մենք կարող էինք այնքան շատ մարդկանց օգնել։ Եվ ցույց տալ, որ ընտանիքը միայն նրանք չեն, ովքեր միասին են ծնվել։ Այլ նրանք, ովքեր ընտրում են միասին քայլել, ավելացրեց Դավիթը։ Այդ գիշեր երեքը մինչ ուշ պլանավորում էին։ Դավիթը դիագրամներ էր գծում, ցույց տալով, թե ինչպես կարող է գործընթացն աշխատել։ Տիկին Հեղինեն իր սեփական փորձի հիման վրա պատկերացումներ էր տալիս, թե ինչի կարիք ունեն տարեցներն իրականում։ Արմանը գրի էր առնում ամեն ինչ, արդեն մտածելով ծախսերի, լոգիստիկայի, անհրաժեշտ գործընկերությունների մասին։ Երբ վերջապես հրաժեշտ տվեցին, արդեն կեսգիշերն անց էր, բայց նրանցից ոչ ոք քուն չուներ։ Նրանք լի էին էներգիայով, միավորված ընդհանուր նպատակով։ Հաջորդ օրը Արմանը արտահերթ ժողով հրավիրեց իր գործընկերների հետ։ Նա ներկայացրեց ընտրյալ ընտանիք գաղափարը ոչ թե որպես բարեգործական նախագիծ, այլ որպես սոցիալական պատասխանատվության նախաձեռնություն, որը արժեք կավելացներ ընկերության բրենդին։ Որոշ գործընկերներ թերահավատ էին, կասկածի տակ դնելով ֆինանսական վերադարձը։ Բայց Արմանը կրքոտ փաստարկներ բերեց, օգտագործելով տվյալներ բնակչության ծերած։ Ման անօթան երիտասարդների այն սոցիալական ազդեցության մասին, որը կարող էր ունենալ նման ծրագիրը։ Սա անմիջական շահույթի մասին չէ, ասաց նա, նայելով յուրաքանչյուր գործընկերոջ աչքերին։ Սա ժառանգության մասին է։ Սա մեր ռեսուրսներն օգտագործելու մասին է, իրական փոփոխություն ստեղծելու համար։ Եվ այո, սա նա մարքեթինգի մասին է, մեր ընկերությունը որպես սոցիալական նորարարության առաջատար դիրքավորելու մասին։ Բայց հիմնականում, սա ճիշտ բան անելու մասին է։ Ժամեր տաց բանավեճից հետո առաջարկը հաստատվեց։ Արմանը կունենար 6 ամիս սահմանափակ բյուջե, փորձնական նախագիծ ստեղծելու համար։ Եթե այն աշխատեր, ընկերությունը կընդլայներ ծրագիրը։ Հաջորդ ամիսների ընթացքում Արմանն ավելի լարված աշխատեց, քան երբևէ։ Բայց առաջին անգամ նրան առաջնորդում էր ոչ թե փառասիրությունը կամ մրցակցությունը։ Նրան առաջնորդում էր նպատակը։ Նա վարձեց ծերաբանության խոցելի երիտասարդների հարցերով մասնագիտացած հոգեբանների։ Գործընկերություններ հաստատեց ապաստարանների, ծերանոցների, քաղաքապետարանների հետ։ Ստեղծեց անվտանգության արձանագրու։ Թյուններ, գնահատման գործընթացներ, թրեյնինգներ բոլոր ներգրավվածների համար։ Դավիթն ակտիվորեն մասնակցում էր, երբ կարողանում էր, դասերի ուսման միջ։ Նա արժեքավոր պատկերացումներ ուներ, գործնական առաջարկներ, ծնված փողոցում իր փորձից։ Իսկ տիկին Հեղինեն դարձավ նախագծի ոչ պաշտոնական դեսպանը, այցելելով տարեցների խմբերին, պատմելով իր պատմությունը, գործնականում ցույց տալով, թե ինչպես էր Դավիթի հետ կապը փոխել իր կյանքը։ Բայց ամեն ինչ հարթ չէր։ Արմանը դիմադրության հանդիպեց։ Ոլորտի որոշ մասնագետներ կասկածի տակ էին դնում իրագործելիությունը։ Տարեցների հարազատները խաբեության էին կասկածում։ Ապաստարանների երիտասարդները անվստահությամբ էին վերաբերվում մտադրություններին։ Հուսահատության պահեր եղան, ինչպես երբ առաջին զույգավորման փորձը ձախողվեց։ 85 տարեկան մի տիկին 20 տարեկան մի երիտասարդ չկարողացան կապ հաստատել։ Նրանց պրոֆիլներն անհամատեղելի էին։ Դավիթն էր, որ հիշեցրեց Արմանին, որ ոչ բոլոր փորձերն են հաջողվելու, որ կարողը շարունակել շտկել, սովորելն է։ Դու չէիր կնքում բոլոր գործարքները, որ Ոնք առաջարկում էիր, այնպես չէ, հարցրեց Դավիթը, օգտագործելով հենց Արմանի լեզուն։
Ոչ։ Որոշները ձախողվում էին։ Բայց դու չէիր դադարում գործարքներ անել, այնպես չէ։ Ոչ։ Ապա ինչու կհրաժարվեիր սրանից։ Մի բան, որը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած պայմանագիր։ Տղայի իմաստությունը, որը ծնվել էր կորուստներից հաղթահարումներից, առաջնորդում էր Արմանին խոչընդոտների միջով։ Եվ դանդաղ, շտկումներ արվեցին։ Ընտրության գործընթացներն ավելի կատարելագործվեցին։ Հոգեբանական ուղեկցումն ավելի հաճախակի դարձավ։ Թրեյնինգներն ավելի ամբողջական։ Եվ հետո եկավ առաջին հաջողությունը։ 72 տարեկան մի այրի 18 տարեկան մի երիտասարդ աղջիկ, որը փախել էր տնից բարդ ընտանեկան խնդիրների պատճառով։ Նրանք անմիջապես կապ հաստատեցին։ Տիկինը, նախկին ուսուցչուհի, օգնեց աղջկան վերսկսել ուսումը։ Աղջիկը, լի էներգիայով, նոր կյանք բերեց տարեց կնոջ լուր տուն։ Երկու միայնություններ, որոնք հանդիպեցին, լրացրին միմյանց։ Երբ Արմանն այցելեց նրանց երկուսին, զույգավորումից 3 ամիս անց, այն, ինչ տեսավ, խորապես հոզեց նրան։ Նրանք միասին ծիծաղում էին խոհանոցում, տորտ պատրաստելով։ Խոսում էին ամեն ինչից, բաղադրատոմսերից մինչ ապագայի ձգտումներ։ Այնտեղ անկեղծ սեր կար։ Ընտանիք կար։ Աշխատում է, մրմնջաց նա ինքն իրեն, դիտելով տեսարանը։ Իսկապես աշխատում է։ Ավելի շատ զույգավորումներ տեղի ունեցան։ Յուրաքանչյուրը, յուրահատուկ, յուրաքանչյուրը, իր մարտահրավերներով ու հաղթանակներով։ Մի այրի պապիկ, որը հյուսնություն էր սովորեցնում մի տղայի, որը երազում էր կահույք ստեղծել։ Մի տիկին, որը երբեք երեխաներ չէր ունեցել, մի երիտասարդ աղջիկ, որը երբեք մորը չէր ճանաչել, այժմ կիսում էին ոչ միայն մի հարկի տակ, այլ պատմություններ, երազանքներ, կերակուրներ։ Նախագիծը սկսեց գրավել լրատվամիջոցների ուշադրությունը։ Տեղական թերթերի փոքր հոդվածները վերածվեցին ազգային ցանցերի ռեպորտաժների։ Տիկին Հեղինեին մի քանի անգամ հարցազրույց վերցրին, միշտ Դավիթի հետ, պատմելով, թե ինչպես է ամեն ինչ սկսվել։ Նրանց պատմությունը հուզում էր սրտեր, ոգեշնչում մարդկանց։ Մի երեկո, փորձնական նախագծի մեկնարկից 6 ամիս անց, Արմանը ներկայացրեց արդյունքները տնօրենների խորհրդին։ 10 հաջողված զույգավորում։ Տասնյակ թեկնածուներ ընտրության գործընթացում։ Դրական արձագանքներ բոլոր ներգրավվածներից։ Այլ քաղաքների հետաքրքրությունը մոդելը կրկնօրինակելու հարցում։ Եվ ամենակարևորը, փոխված կյանքեր։ Տնօրենների խորհուրդը հաստատեց ոչ միայն ընտրյալ ընտանիքի շարունակությունը, այլ ընդլայնումը։ Ավելի շատ ռեսուրսներ, ավելի շատ թիմ, ավելի մեծ ընդգրկում։ Հանդիպումից դուրս գալով, Արմանն անմիջապես զանգահարեց մորը։ Հաստատեցին, մամ։ Ամեն ինչ հաստատեցին։ Հեռախոսի մյուս կողմում նա լսում էր, թե ինչպես է տիկին Հեղինեն լաց լինում ուրախությունից։ Եվ հետին պլանում Դավիթի ձայնը, որը հարցնում էր, թե ինչ է պատահել։ Նա կարողացավ, բղավում էր տիկին Հեղինեն։ Արմանը կարողացավ։ Նախագիծը կշարունակվի։ Այդ գիշեր երեքը նորից հավաքվեցին տիկին Հեղինեի բնակարանում, տոնելու։ Դավիթը հաջորդ օրը կարևոր քննություն ուներ, բայց չէր կարողանում սովորել այնքան ոգորված լինելուց։ Տիկին Հեղինեն պատրաստել էր Արմանի սիրելի ուտեստը, այն մեկը, որը նա սովորաբար պատրաստում էր, երբ նա երեխա էր։ Եվ Արմանը տասնամյակների մեջ առաջին անգամ լիովին հանգստացավ, իրեն թույլ տալով պարզապես երջանիկ լինել։ Գիտեք ինչն է զվարճալի, ասաց Արմանը, մի բաժակ գինի ձեռքին։ Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ հաջողակ ընկերություն կառուցելով։ Մրցանակներ եմ շահել, ճանաչում, գումար։ Բայց ոչինչ, բացարձակապես ոչինչ, չի համեմատվում սրա հետ։ Իմանալ, որ մենք իսկապես կյանքեր ենք փոխում։ Դա այն պատճառով է, որ այս անգամ սա միայն քո մասին չէ, տղաս, քնքշորեն ասաց տիկին Հեղինեն։ Սա մեր մասին է։ Բոլորիս մասին։ Դավիթը բարձրացրեց իր գազավորված ըմպելիքի բաժակը։ Կենաց։ Ընտրյալ ընտանիքի։ Բոլոր ընտրյալ ընտանիքների։ Երեքը բաժակները խփեցին, այդ պահին, նայելով այն երկու մարդկանց, որոնք փոխել էին իր կյանքն այնքան, որքան ինքն էր փոխել նրանցը, Արմանը վերջապես հասկացավ հաջողության իրական իմաստը։ Այն հաշվետվությունների կամ պայմանագրերի մեջ չէր։ Այն այստեղ էր, այս պարզ սեղանի շուրջ, ծիծաղի ու արցունքների, պլանների ու հիշողությունների միջ, մի ընտանիքում, որն ընտրել էր գոյություն ունենալ,
հակառակ բոլոր հավանականությունների։ Դրսում Երանը շարունակում էր իր խելահեղ ռիթմը։ Բայց ներսում ժամանակը կարծես դանդաղել էր, թույլ տալով երեք սրտերի վերջապես գտնել այն, ինչ միշտ փնտրել էին՝ պատկանելություն, նպատակ, անպայմանական սեր։ Երանի օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնը գեղեցիկ զարդարված էր ընտրյալ ընտանիք՝ ի պաշտոնական մեկնարկի միջոցառման համար։ Սպիտակ յասամանագույն ծաղիկները զարդարում էին բեմը, իսկ մեծ էկրանին ցուցադրվում էին հաջողված զույգավորումների պատմությունները։ Քաղաքային իշխանությունները, սոցիալական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները, ամենակարևորը՝ նախագծի մասնակիցները զբաղեցնում էին պատմական թատրոնի կարմիր բազկաթոռները։ Կուլիսներում Արմանը 10-րդ անգամն էր ուղղում փողկապը։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին ոչ թե կորպորատիվ նյարդայնությունից, այլ մի հուզմունքից, որը նա սովորել էր ճանաչել ընդունել վերջին ամիսներին՝ անկեղծ խոցելիություն։ Դու լավ ելույթ կունենաս, տղաս։ Տիկին Հեղինեն հայտնվեց նրա կողքին, էլեգանտ բաց կապույտ զգեստով, որը Արմանն էր ընտրել նրա համար։ 78 տարեկանում նա ճառագում էր մի կենսունակություն, որը տարիներով ցույց չէր տվել։ Իսկ եթե մոռանամ, թե ինչ եմ ասելու։ Իսկ եթե մարդիկ չհասկանան սրա կարևորությունը, հարցրեց Արմանը, հազվադեպ անվստահություն ցուցաբերելով իր ձայնում։ Այդ դեպքում սրտանց կխոսես։ Ճշմարտությունը կպատմես։ Թե ինչպես այս նախագիծը ծնվեց ոչ թե գործնական ռազմավարությունից, այլ մի մոլորված որդուց, մի անտեսանելի մորից, մի տղայից, որը մեզ սովորեցրեց, թե ինչն է իրականում կարևոր։ Տիկին Հեղինեն բռնեց որդու դեմքը ձեռքերի մեջ։ Դու փոխվել ես, Արման։ Դեպի լավը։ Եվ մարդիկ դա կզգան։ Դավիթը մոտեցավ, հագին մի կոստյում, որը Արմանը պատվիրել էր հատուկ նրա համար։ Տղան գրեթե անճանաչելի էր։ Մազերը պրոֆեսիոնալ կտրված, մորուքը սափրված, կեցվածքն ուղիղ։ Բայց ամենաշատը ուշադրություն էին գրավում աչքերը, դրանք փայլում էին մի վստահությամբ, որը նախկինում չկար։ Պատրաստ ես, հարցրեց Արմանը։ Երբեք լիովին պատրաստ չեմ լինի այսքան մարդկանց առաջ խոսելու, խոստովանեց Դավիթը նյարդային ժպի։ Տով։ Բայց կփորձեմ։ Բոլոր այն Դավիթների համար, որոնք դեռ դրսում են, քնում են կամուրջների տակ, կարծելով, թե ապագա չունեն։ Բեմի ասիստենտը հայտնվեց, զգուշացնելով, որ ժամանակն է։ Երեքը նայեցին միմյանց, ձեռքերը միացնելով շրջան կազմելով։ Սա միասին կանենք, ասաց Արմանը։ Ինչպես ամեն կարևոր բան։ Դահլիճը ծափահարեց, երբ նրանք բեմ բարձրացան։ Արմանը քայլեց դեպի ամբիոն, նայելով լիքը դահլիճին։ Ճանաչեց դեմքեր իր գործընկերներին, նախագծի թիմին, զույգավորված ընտանիքներին, քաղաքապետարանի ներկայացուցիչներին։ Բայց հիմնականում նա տեսավ հույս։ Տարեցների աչքերում, որոնք դեռ չէին զույգավորվել, բայց սպասում էին իրենց հնարավորությանը։ Երիտասարդների դեմքերին, որոնք դիտում էին պատշգամբից, երազելով այլ կյանքի հնարավորության մասին։ Բարի օր բոլորին, սկսեց Արմանը, նրա ձայնը ուժեղացված բարձրախոսներով։ Իմ անունը Արման Ավետիսյան է, ես կցանկանայի սկսել խոստովանելով մի բան, ես մոլորված մարդ էի։ Ուշադիր լռություն տիրեց թատրոնում։ Ես ունեի մասնագիտական հաջողություն, գումար, ճանաչում։ Բայց իրական կապ չո։ Ունեի այն մարդկանց հետ, ովքեր ամենակարևորն էին։ Մայրս ապրում էր մի քանի թաղամաս հեռու, բայց ինձնից ավելի հեռու էր, քան եթե լիներ մեկ այլ երկրում։ Ես նրան այցելում էի, ինչպես պարտականություն կատարող։ Նյութական հարմարավետություն էի ապահովում, բայց մերժում էի միակ հարմարավետությունը, որն իրականում կարևոր էր ներկայությունը։ Արմանը նայեց տիկին Հեղինեին, որը նստած էր առաջին շարքում։ Նա քաջալերող ժպտաց։ Եվ հետո, 8 ամիս առաջ, ես ականատես եղա մի տեսարանի, որը կփոխեր ամեն ինչ։ Ես տեսա մորս, որին օգնում էր մի անօթան երիտասարդ։ Իմ առաջին արձագանքը կասկածանքն էր, նույնիսկ զայրույթը։ Ինչպես էր այդ տղան համարձակվում դիպչել մորս։ Մի քանի անհարմար ծիծաղներ հնչեցին դահլիճում։ Բայց մայրս, այս արտասովոր կինը, որը ինձ մենակ է մեծացրել, որն այդքան շատ բան է զոհաբերել ինձ համար, քաջություն ունեցավ դիմակայելու ինձ։ Նա ինձ մի բան ասաց, որը ես կրում եմ ինձ հետ մինչ այսօր, որ ես նրան փակել էի ոսկե բանտում։ Որ նա ամեն ինչ ուներ, բացի այն, ինչի կարիքն իրականում ուներ։ Նա միայնություն ուներ։ Պատեր ուներ։ Լռություն ուներ։ Արմանը դադար տվեց, զգալով, թե ինչպես է հուզմունքը սեղմում կոկորդը։
Այն երիտասարդը Դավիթը նրան օրերի ընթացքում տվել էր այն, ինչ ես չէի կարողացել տալ տարիների ընթացքում, անկեղծ լսողություն, իսկական ընկերակցություն, մեկի կյանքում կարոր լինելու զգացում։ Եվ հենց այդ ցավալի, բայց անհրաժեշտ գիտակցումից ծնվեց ընտրյալ ընտանիքը։ Նա ժեստ արեց Դավիթին, որ միանա իրեն բեմում։ Երիտասարդը վեր կացավ, քայլելով նյարդայնության վճռականության խառնուրդով։ Սա Դավիթ Սարգսյանն է։ Նա կորցրել է ծնողներին 8 տարեկանում։ Անցել է ապաստարաններով, որտեղ վատ են վերաբերվել։ 3 տարի ապրել է Երանի փողոցներում, քնել կամուրջների տակ, պատահական աշխատանքներ կատարել, բայց երբեք չի կորցրել ավելի լավ ապագայի հույսը։ Եվ ամենակարևորը, երբեք չի կորցրել իր մարդկայնությունը, հոգ տանելու, սիրելու ունակությունը։ Դահլիճը նոր ուշադրությամբ նայում էր Դավիթին։ Դավիթն էր, որ ուներ այս նախագծի տեսլականը։ Ով տեսավ, որ կան հազարավոր միայնակ տարեցներ, հազարավոր առանց աջակցության երիտասարդներ, որ այս երկու միայնությունները կարող են հանդիպել բուժել միմյանց։ Ընտրյալ ընտանիքը բարեգործություն չէ։ Դա փոխանակում է։ Դա գիտակցում է, որ ընտանիքը որոշվում է ոչ թե դնդով, այլ ընտրությամբ, սիրով, փոխադարձ պարտավորությամբ։ Արմանը խոսափողը տվեց Դավիթին։ Երիտասարդը խորը շունչ քաշեց, նոր խոսեց։ Ես շատ էի վախենում այսօր այստեղ լինելուց, սկսեց Դավիթը, նրա ձայնը թեթակի դողում էր։ Ոչ թե տեսախցիկների կամ կարոր մարդկանց պատճառով, այլ որովհետև երկար ժամանակ ես կարծում էի, որ արժանի չեմ լինել այսպիսի վայրերում, որ իմ տեղը անտեսանելիության, լուսանցքի, մոռացության մեջ է։ Նա նայեց տիկին Հեղինեին, նրա ձայնը հաստատուն դարձավ։ Բայց տիկին Հեղինեն ինձ սովորեցրեց, որ բոլորն արժանի են տեսանելի լինելու։ Բոլորն արժանի են լսված լինելու։ Բոլորն արժանի են ունենալու մեկին, ով հոգ է տանում։ Նա ինձ ընդունեց, երբ ես ոչ այլ ինչ էի, քան մի կեղտոտ տղա, որը նստած էր այգում։ Չդատեց ինձ։ Չխղճաց։ Պարզապես ինձ որպես մարդ տեսավ։ Արցունքները սկսեցին հոսել դահլիճում շատերի դեմքերով։ Իսկ Արմանը, նա քաջություն ունեցավ խոստովանելու, որ սխալ էր, որ պետք է փոխվեր։ Քանիսս ունենք այդ քաջությունը։ Նա կարող էր ինձ հեռացնել տիկին Հեղինեից։ Կարող էր ինձ հետ շպրտել փողոց։ Բայց ընտրեց ինձ հնարավորություն տալ։ Ինձ տուն տալ։ Ինձ հույս տալ։ Դավիթը սրբեց իր արցունքները։ Այսօր ես սովորում եմ։ Տուն ունեմ։ Ընտանիք ունեմ։ Մի ընտանիք, որն ընտրեց ինձ սիրել, որին ես ընտրեցի սիրել փոխադարձաբար։ Եվ ես ուզում եմ, որ ինձ նման այլ երիտասարդներ նույն հնարավորությունն ունենան։ Որ տիկին Հեղինեի նման այլ տարեցներ իրենց գնահատված, անհրաժեշտ, սիրված զգան։ Ահա թե ինչու գոյություն ունի ընտրյալ ընտանիքը։ Միայնությունները կապերի վերածելու համար։ Բացակայությունները ներկայությունների վերածելու համար։ Դահլիճը ոտքի կանգնեց ծափահարություններով։ Դավիթը, հուզված, թույլ տվեց, որ Արմանը գրկի իրեն։ Եվ հետո տիկին Հեղինեն բարձրացավ բեմ, միանալով նրանց երկուսին։ Կարող եմ մի բան ասել, խնդրեց նա, վերցնելով խոսափողը։ Մամ, պետք չէ։ Սկսեց Արմանը, բայց նա արդեն խոսում էր։ Ուզում եմ։ Պետք է։ Տիկին Հեղինեն նայեց դահլիճին։ Ես Հեղինե Ավետիսյանն եմ։ 78 տարեկան եմ։ 10 տարի ամուսնացած եմ եղել, մինչ ամուսինս մեզ թողեց։ 30 տարի դերձակ եմ աշխատել, որդուս մենակ մեծացնելու համար։ Եվ երբ վերջապես կարողացա հանգստանալ, երբ վերջապես ունեցա հարմարավետություն, անվտանգություն, հայտնաբերեցի, որ ամեն ինչ ունեմ, բացի ամեն օր արթնանալու պատճառից։ Նրա ձայնը հաստատուն էր, լի հուզիչ արժանապատվությամբ։ Որդիս ինձ սիրում էր։ Ես միշտ դա գիտեի։ Բայց նա չգիտեր, թե ինչպես ցույց տալ։ Նա կարծում էր, որ ինձ գեղեցիկ բնակարան, բուժքույր, անվտանգություն տալով կատարում է իր դերը։ Եվ կատարում էր։ Բայց ոչ լիովին։ Որովհետև մոր սրտին միայն անվտանգություն պետք չէ։ Կապ է պետք։ Նա նայեց Դավիթին։ Այս տղան, որին հասարակությունը դուրս էր նետել, որն անտեսանելի էր ապրում փողոցներում, նա էր, որ ինձ նորից տեսանելի զգալ տվեց։ Նա էր, որ լսեց ինձ պատմել պատմություններ, որոնք ոչ ոք այլս չէր ուզում լսել։ Նա էր, որ ինձ ծիծաղեցրեց, ինձ
Կարոր զգալ տվեց, ինձ հիշեցրեց, որ ես դեռ շատ բան ունեմ աշխարհին առաջարկելու։ Տիկին Հեղինեն մի ձեռքով բռնեց Արմանի ձեռքը, մյուսով՝ Դավիթի։ Մենք տարօրինակ ընտանիք ենք, այնպես չէ՞։ Մի աշխատամոլ գործարար, որը սովորեց զգալ։ Մի միայնակ այրի, որը սովորեց նորից ապրել։ Եվ մի անօթան երիտասարդ, որը սովորեց երազել։ Բայց մենք իսկական ընտանիք ենք։ Եվ մենք ապացուցեցինք, որ ընտանիքը հենց դա է, մարդիկ, որոնք ընտրում են միասին քայլել, հոգ տանել միմյանց մասին, միասին աճել։ Ծափահարությունները խլացուցիչ էին։ Երբ վերջապես դադարեցին, Արմանը վերադարձավ խոսափողի մոտ։ Ընտրյալ ընտանիքն արդեն կապել է 15 զույգի երանում։ Մենք ունենք 50 գնահատման գործընթացում։ Եվ այսօրվանից քաղաքապետարանի գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ մենք կընդլայնվենք դեպի այլ քաղաքներ։ Մեր նպատակն է հաջորդ տարի սպասարկել 500 ընտանիքի։ Նա էկրանին տեսանյութ ցուցադրեց։ Զույգավորված տարեցների երիտասարդների վկայություններ։ 81 տարեկան մի տիկին, որն այժմ հելունագործություն է սովորեցնում։ 20 տարեկան մի աղջկա։ 75 տարեկան մի այրի, որը 19 տարեկան մի երիտասարդի մեջ գտել էր այն թոռանը, որը երբեք չէր ունեցել, միասին հին մեքենաներ էին վերանորոգում։ Յուրաքանչյուր պատմություն յուրահատուկ էր, բայց բոլորը կիսում էին նույն հայտարարը՝ սեր, որը գերազանցում էր սոցիալական սպասումները։ Տեսանյութից հետո Արմանը հարցերի հնարավորություն տվեց։ Լրագրողները ձեռք բարձրացրին, բայց դահլիճից մի ձայն գրավեց ուշադրությունը։ Մի տարեց կին, ձեռնափայտով, դողալով վեր կացավ։ Ես կորցրել եմ ամուսնուս 3 տարի առաջ։ Երեխաներս հեռու են ապրում։ Ես ամեն օր արթնանում եմ, չիմանալով ինչի համար։ Ես կարող եմ գրանցվել։ Արմանն իջավ բեմից, քայլեց դեպի նա, բռնելով նրա ձեռքը։ Կարող եք, այո, տիկին։ Ձեր անունն ի՞նչ է։ Անահիտ։ Անահիտ Սարգսյան։ Տիկին Անահիտ, դուք դեռ այս շաբաթ մեզանից զանգ կստանաք։ Եվ մենք կգտնենք մեկին, ով կգնահատի յուրաքանչյուր պատմություն, որ դուք ունեք պատմելու, յուրաքանչյուր փորձ, որ ապրել եք, յուրաքանչյուր իմաստություն, որ կրում եք։ Տիկինը լաց եղավ, Արմանը գրկ։ Եց նրան։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ։ Հուզմունքի ալիքը վարակեց թատրոնը։ Այլ տարեցներ վեր կացան, ցանկանալով գրանցվել։ Դահլիճի երիտասարդները նույնպես արտահայտվեցին։ Միջոցառումը, որը պետք է լիներ պարզապես ինստիտուցիոնալ, վերածվեց շատ ավելի մեծ բանի։ Շարժման։ Սիրո լուր հեղափոխության։ Նախագծի թիմն արագ կազմակերպվեց, բաժանելով ձաթղթեր, նշանակելով հարցազրույցներ։ Այն, ինչ պետք է տեր 2 ժամ, ձգվեց 5։ Արմանը, Դավիթը, տիկին Հեղինեն զրուցեցին յուրաքանչյուր մարդու հետ, ով ցանկացավ խոսել, լսելով պատմություններ, հույս առաջարկելով։ Երբ վերջապես թատրոնը դատարկվեց, արդեն գիշեր էր։ Երեքն էլ հոգնած էին, բայց փայլում էին։ Կարծում եմ աշխատեց, ասաց Դավիթը հսկայական ժպիտով։ Ավելին, քան աշխատեց, պատասխանեց Արմանը։ Մենք հուզեցինք սրտեր։ Փոխեցինք հեռանկարներ։ Տիկին Հեղինեն նստեց դատարկ թատրոնի բազկաթոռներից մեկին, նայելով բեմին, որտեղ մի քանի ժամ առաջ նրանք պատմել էին իրենց պատմությունը։ Գիտեք ինչն է ամենագեղեցիկը, ասաց նա։ Այն, որ յուրաքանչյուր մարդ, ով այսօր գրանցվեց, կունենա այն հնարավորությունը, որը ես ունեցա։ Տեսանելի լինելու հնարավորությունը։ Լսված լինելու։ Մեկի կյանքում կարոր լինելու։ Արմանը նստեց մոր կողքին, իսկ Դավիթը մյուս կողմում։ Այնտեղ, օպերայի թատրոնի կարմիր աթոռներին, սկսվող մարող լույսերի տակ, նրանք մի պահ լուռ մնացին։ Դա հարմարավետ լռություն էր, լի երախտագիտությամբ իրականացմամբ։ Մամ, վերջապես ասաց Արմանը, շնորհակալ եմ, որ այն օրը փախար։ Որ քաջություն ունեցար դիմակայելու ինձ։ Որ չհանձնվեցիր ինձնից։ Տղաս, ես երբեք քեզնից չէի հանձնվի։ Ինչպես դու չհանձնվեցիր փոխվելուց։ Տիկին Հեղինեն համբուրեց նրա ճակատը, ինչպես անում էր, երբ նա երեխա էր։ Եվ Դավիթ, Արմանը շրջվեց դեպի երիտասարդը, շնորհակալ եմ, որ հոգ տարար մորս մասին, երբ ես չգիտեի ինչպես։ Որ նրա մեջ տեսար այն, ինչ ես չափազանց կույր էի տեսնելու համար։ Եվ որ քաջություն ունեցար երազելու այս նախագիծը, հավատալու, որ դա հնարավոր է։ Դավիթը սրբեց մի արցունք։
Ես եմ շնորհակալ, որ դուք ինձ հնարավորություն տվեցիք, երբ ես ոչինչ չունեի, որ ապացուցեցիք, որ աշխարհում դեռ բարություն կա, եւ որ ընտանիքը շատ ավելին է, քան արյունը։ Երեքը գրկախառնվեցին այնտեղ, դատարկ թատրոնում, միավորված մի սիրով, որը ծնվել էր քաոսից, ցավից, միայնությունից, բայց վերածվել էր մի գեղեցիկ տական բանի։ Հաջորդ ամիսների ընթացքում ընտրյալ ընտանիքը շարունակեց աճել։ Գործընկերություններ հաստատվեցին այլ քաղաքների հետ։ Համալսարանները սկսեցին ուսումնասիրել մոդելը։ Հեռուստատեսային ծրագրերը ռեպորտաժներ արեցին։ Բայց Արմանի, Դավիթի տիկին Հեղինեի համար ամենակարևորը փոխվող կյանքերն էին։ Յուրաքանչյուր նամակ, որը ստանում էին մասնակիցներից, շնորհակալություն հայտնելով։ Յուրաքանչյուր լուսանկար նոր ընտանիքների, որոնք միասին ժպտում էին։ Յուրաքանչյուր պատմություն, սիրով հաղթահարված միայնության մասին։ Դավիթն ավարտեց միջնակարգ դպրոցը գերազանց գնահատականներով։ Ընդունվեց պետական համալսարան, ճարտարապետության ֆակուլտետ, իրականացնելով այն երազանքը, որը կրում էր մանկուց։ Շարունակեց ապրել տիկին Հեղինեի հետ, որը հրաժարվում էր թույլ տալ նրան գնալ, ասելով, որ վերջապես ունի այն թոռանը, որը միշտ ցանկացել է։ Արմանը երակառուցեց իր կյանքը։ Շարունակեց ղեկավարել ընկերությունը, բայց այլ առաջնահերթություններով։ Հանգստյան օրերը նվիրում էր ընտանիքին։ Շաբաթը առնվազն 3 անգամ ընթրում էր մոր Դավիթի հետ։ Մոտիկից հետում էր նախագծի յուրաքանչյուր նոր զույգավորմանը, անձամբ ծանոթանալով ձավորված ընտանիքների հետ։ Եվ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Որքան շատ էր նա բացվում զգացմունքային առումով, որքան շատ էր ներդրում կատարում իրական մարդկային կապերի մեջ, այնքան ավելի շատ էր բարգավաճում նրա ընկերությունը։ Աշխատակիցները նկատում էին փոփոխությունը ոգեշնչվում։ Հաճախորդները գնահատում էին մի ընկերություն, որը շահույթից բացի նպատակ ուներ։ Ընտրյալ ընտանիքը դարձել էր ոչ միայն սոցիալական նախագիծ, այլ ավետիսյան խորհրդատվական ինքնության մի մասը։ Մի երեկո, պաշտոնական մեկնարկից գրեթե 1 տարի անց, երեքը տիկին Հեղինեի բնակարանում էին, տոնելով Դավիթի ծննդյան օրը։ 21 տարեկան։ Նա խնդրել էր ընդամենը պարզ խնջույք, այն մարդկանց հետ, ովքեր իրականում կարող էին։ Բացի երեքից, ներկա էին նա նախագծի կողմից կապված զույգեր։ Ից մի քանիսը։ Տիկին Անահիտը, այն տիկինը, որը գրանցվել էր միջոցառման ժամանակ, այնտեղ էր Լուկասի հետ, 20 տարեկան երիտասարդի, որն այժմ ապրում էր նրա հետ, օգնում նրան խնամել իր այգին, միաժամանակ սովորելով գյուղատնտեսություն։ Պարոն Գորգը, այրի պապիկը, որը մեքենաներ էր վերանորոգում, Տիգրանի հետ էր, ծիծաղելով ինչ-որ ներքին կատակի վրա, որը միայն իրենք էին հասկանում։ Սենյակը լի էր ծիծաղով, խառնված զրույցներով, շոշափելի սիրով։ Դա ընդլայնված ընտանիք էր, որը ձավորվել էր ոչ թե արյունով, այլ ընտրությամբ սիրով։ Երբ եկավ տորթի մոմերը փչելու ժամանակը, Դավիթը նայեց շուրջը, բոլոր այն մարդկանց, որոնք 1 տարի առաջ անծանոթ էին, իսկ այժմ իր ընտանիքը։ Ես երազանք չեմ պահելու, ասաց նա։ Որովհետև այն ամենը, ինչ կարող էի խնդրել, ես արդեն ունեմ։ Ես տուն ունեմ։ Մարդիկ ունեմ, որոնք ինձ սիրում են։ Երազանքներ ունեմ, որոնք այժմ հնարավոր են։ Նպատակ ունեմ։ Պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս սենյակի յուրաքանչյուր մարդու, որ ապացուցեցիք, որ հրաշքներ գոյություն ունեն, երբեմն դրանք տեղի են յենում ամենաանսպասելի վայրերում։ Նա հատուկ նայեց տիկին Հեղինեին Արմանին։ Եվ հատկապես ձեզ երկուսիդ, որ ինձ սովորեցրիք, որ ես արժանի եմ սիրո, որ ես արժանի եմ հնարավորությունների, որ իմ անցյալը չի որոշում իմ ապագան։ Սենյակում չոր աչքեր չկային։ Երբ Դավիթը ծափահարությունների ներքո փչեց մոմերը, Արմանը մի խաղաղություն զգաց, որը երբեք չէր զգացել։ Ահա իրական հաջողությունը։ Ոչ թե մրցանակների կամ ճանաչման մեջ, այլ այն հավաքված մարդկանց, այն փոխված կյանքերի, այն սիրո մեջ, որն աճում բազմանում էր։ Ավելի ուշ, երբ հյուրերն արդեն գնացել էին, Դավիթն իր սենյակում սովորում էր, Արմանն ու տիկին Հեղինեն մնացին պատշգամբում, նայելով քաղաքին, որը նրանց այդքան շատ փոխվելու ականատեսն էր եղել։ Դու երջանիկ ես, տղաս, հարցրեց տիկին Հեղինեն։ Արմանը մի պահ մտածեց, նոր պատասխանեց. Գիտես, մամ, ես կարծում էի, թե գիտեմ, թե ինչ է երջանկությունը։ Մտածում էի, որ դա մեծ գործարք կնքելն է, կամ ընկերության թվերի աճը տեսնելը։ Բայց հայտնաբերեցի, որ սխալվում էի։ Երջանկությունը սա է։
Այստեղ քեզ հետ լինելը իման։ Ալով, որ Դավիթն այնտեղ ներսում է, ապահով սիրված։ Իմանալ, որ մենք օգնել ենք ստեղծել տասնյակ ընտանիքներ Մերինի նման։ Վերջապես սովորել, թե ինչն է իրականում կարոր։ Տիկին Հեղինեն բռնեց որդու ձեռքը։ Ես միշտ գիտեի, որ դու կհասնես այստեղ։ Պարզապես ճիշտ ժամանակն էր պետք։ Եվ ճիշտ մարդը, քեզ ճանապարհը ցույց տալու համար։ Դավիթը փոխեց մեր կյանքերն այնքան, որքան մենք փոխեցինք նրանը, խոստովանեց Արմանը։ Սերը այդպես է աշխատում, տղաս։ Դա միակողմանի ճանապարհ չէ։ Երբ մենք իսկապես սիրում ենք, բոլորս ենք փոխվում։ Նրանք այնտեղ լուռ մնացին, մայր ու որդի, նայելով քաղաքի լույսերին։ Երկու սրտեր, որոնք կորցրել նորից գտել էին միմյանց։ Երկու հոգիներ, որոնք սովորել էին, որ երբեք ուշ չէ նորից սկսել, վերամիավորվել, ընտրել սերը վախի փոխարեն։ Եվ այդ նույն քաղաքի ինչ-որ տեղ, տարբեր թաղամասերում սփռված բնակարաններում, այլ ընտրյալ ընտանիքներ ունեին իրենց սեփական զրույցները, ստեղծում իրենց սեփական հիշողությունները, հյուսում իրենց սեփական սիրո կապերը։ Տարեցներ, որոնք վերագտնում էին նպատակը։ Երիտասարդներ, որոնք գտնում էին հույսը։ Միայնություններ, որոնք հաղթահարվում էին սիրտը բացելու քաջությամբ։ Ընտրյալ ընտանիքը սկսվել էր որպես 3 անհավանական մարդկանց պատմություն։ Բայց աճել էր, դառնալով շատ ավելին։ Դա շարժում էր։ Լուր հեղափոխություն։ Ապացույց, որ երբ մենք ընտրում ենք միմյանց տեսնել կարեկցանքով, երբ որոշում ենք ձեռք մեկնել բռունցքը սեղմելու փոխարեն, երբ հասկանում ենք, որ ընտանիքը ընտրության մասին է, ոչ թե պարտականության, աշխարհը մի փոքր ավելի լավն է դառնում։ Մի տուն, միանգամից։ Մի սիրտ, միանգամից։ Մի ընտրյալ ընտանիք, միանգամից։ Եվ ամեն ինչ սկսվել էր մի անսպասելի հանդիպումից, անձրոտ մի օր հյուսիսային պողոտայում։ Մի միայնակ մորից, մի մոլորված որդուց, մի անտեսանելի երիտասարդից, որը համարձակվեց տեսանելի լինել։ 3 կյանքեր, որոնք միահյուսվեցին դա անելով, ցույց տվեցին, որ ամենաամուր կապերը միշտ չէ, որ արյունից են ծնվում, այլ նրանք, որոնք մենք ընտրում ենք ստեղծել քաջությամբ, խոցելիությամբ, անպայմանական սիրով,